Սիրելի հայրենակիցներ, ինչ սկսելը ուզում եմ տեղեկացնել, որ բարձունքին կարող եք աջակցել նաև Patreon-ի հարթակում եւ այդ միջոցները կուղղվեն թե այս հանդիպումների շարքի շարունակականությանը եւ թե հայոց երկիր բովանդակային քարտեզի իրագործմանը։ Եվ այսպես այսօր մշակութային երկիր խորագրի ներքո հյուրընկալում ենք իրանագետ, տուրիզմի մասնագետ, գրող եւ թարգմանիչ Ջորջ Աբրահամյանին։ Մասնավորապես կանդրադառնանք հետևյալ թեմաներին. Իրանում հայկական ներկայության եւ ազդեցության մասին, իրանական մշակույթի առանձնահատկությունները եւ նրանց հետ առնչությունները, իրանական գրականության, հեղինակների եւ դրանք ճանաչելու կարեւորության մասին եւ ընդհանրապես որպես մեր հարևան երկիր, որպես սերտ գրեթե իրար մոտ մշակույթների կրող երկիր շատ կարեւոր է միմյանց ճանաչելը եւ դա կարեւորելով այսօր հրավիրել ենք Ջորջին։ Խնդրեմ պարոն Աբրահամյան, ձեր բանախոսությունը եւ հետո նաեւ հարց ու պատասխան կունենանք։ Ես շատ հեռու եմ բանախոսությունից, դրա համար սիրով փորձեմ այո զրուցել ձեզ հետ, ձեր հարցերին պատասխանել, չնայած դասախոս եմ եղել համալսարանում, բայց համալսարանում էլ իմ ուսանողները գիտեն, որ դժվարանում եմ այդպես ելույթ ունենալ, չեմ էլ պատրաստվում ելույթի համար, այնիշ փորձում եմ մենք այնիշ որ գիտենք, միասին վեր հանենք եւ տեսնենք միայն ինֆորմացիան բավական չէ, այլ ինֆորմացիայից բխող արդյունքը, այսինքն մենք այդքան ինֆորմացիայից հետո ինչ ենք հասկանում, դրա համար ես շատ հավանեցի բարձունքի գաղափարը եւ սիրով ընդունեցի այս հրավերը, որտեղ իրոք մենք պետք է այդ բարձունքին հասնենք եւ ամենակարևոր ճանապարհներից մեկը հարևաններին ճանաչելն է, հարևանների հնարավորությունների մասին ճիշտ տեղեկություն ունենալն է։ Ցավոք սրտի, չնայած որ պատմության ընթացքում, այսինքն Իրանի պատմության մեջ գրված է ամենամոտ երկիրը Իրանին Հայաստանն է, բայց միևնույն ժամանակ ամենահեռուն է Իրանին, նույնն էլ կասեի Հայաստանի պահով, իրանցիները որ մեր մասին քիչ տեղեկություն ունեն, մենք էլ իրանցիների մասին։ Եվ չնայած որ Իրանը համարյա կարելի ասել առաջին երկիրն էր, որ Հայաստանի անկախությունը ճանաչեց եւ 90-ական թվականներին բոլորդ գիտեք, թե ինչպիսի իսկապես բարեկամական ձեռք մեկնեց Հայաստանին, չնայած ինքը համարվում է մուսուլման երկիր եւ բնականաբար շատերի կարծիքով չպիտի այդպեսին լիներ, բայց Իրանը շարունակելով այդ բարեկամական կապը Հայաստանի հետ առաջիններից էր, որ ձեռք մեկնեց եւ այդ ճանապարհը իզուր չէր, որ հետագային կոչվեց կյանքի ճանապարհ, այդ ճանապարհը, որ Մեղրիից հասնում էր մինչև Երևանի խորքերը, դա պատահական չէր, որ կոչվեց փրկության ճանապարհ կամ կյանքի ճանապարհ եւ նրանք, որ 90-ական թվականների մասին գաղափար ունեն, գիտեն խոսքը ինչի մասին է։ Տեսեք, ուզում եմ ասել, որ իսկապես շատ հետաքրքիր բան կա իրանական պատմության մեջ, որ Հայաստանը համարվում է Իրանի ամենաառաջին բարեկամը։ Դարերի ընթացքում դեռևս 2700 թվականին այսինքն դա այն թվականն է, որ մենք ունենք աղբյուրներ, գրավոր աղբյուրներ ունենք Իրան-Հայաստան բարեկամության մասին։ Հայաստանը դեռևս հայերը մարերի ժամանակ կանգնեցին մարերի կողքը ասորինների դեմ պայքարեցին, հետագային երբ Իրանում հաստատվեց Աքեմենյան թագավորությունը, Դարե արքա իրոք մեծապես գնահատեց հայերի դերը եւ ասեմ, որ Աքեմենյան թագավորության ժամանակ չնայած 30 պետություններ, ուրեմն Աքեմենյան թագավորության հսկողության տակ էին, տիրապետության տակ էին գտնվում, սակայն միայն հայերին վստահված հրամանատարություն, այսինքն բազմաթիվ հրամանատարներ կային այդ ժամանակ Աքեմենյան թագավորության այդ կայսրության օրոք։ Սա փաստացի, այսինքն տեղից սկսում է հայ-իրանական բարեկամությունը եւ իմիջայլոց ասեմ, որ մենք առաջին աղբյուրը, որտեղ Հայաստան բառը, գրավոր աղբյուրներում հնչվում է, դա էլի պարսիկների շնորհիվ էր։
Ինչպես Դարե արքայը, որը ուրեմն ասեմ, որ Աքեմենյան թագավորությունը մոտ 2500 տարի առաջ հիմնեց Կյուրոսը, նրանից հետո Դարե արքայը շարունակեց այդ թագավորությունը մեծկայսրություն եւ աշխարհի 50% գտնվում էր Իրանի տիրապետության տակ։ Առաջին անգամ հույսով եմ մի օր ինձ հետ կայցելեք Բեհիստուն եւ այնտեղ դուք կտեսնեք, թե առաջին անգամ Դարե այնտեղ է գրված ոչ թե Ուրարտու, այլ Արմենի կամ Արմենիա։ Ինչ պատահեց, շատ հետաքրքիր էր, Դարե արքայը այնտեղ գրում է, որ ես ենթարկեցի մի քանի պետությունների եւ անունը տալիս եւ հասնում է, երբ հայերի մասին է ուզում խոսի, 3 լեզվով է գրած հին պարսկերեն, էլամական եւ ինչու՞ չէ նաեւ պարսկերեն։ Եւ հետաքրքիր է, երկու օրինակներում ինքը էլի Ուրարտու ուրեմն հասկացում այդ բառն է օգտագործում, սակայն պարսկերենում ինքը գրում է ոչ թե Ուրարտու, այլ Արմենի։ Եվ այդպիսով սա առաջին համարում առաջին գրավոր աղբյուրը, որտեղ փաստում է Դարե արքայը, որ ուրարտական թագավորությունը, հայկական թագավորությունը եւ ուրարտականը նույնն է։ Եվ դրա համար մենք շատ երախտապարտ ենք Դարե արքային, չգիտեմ, երևի ինչքանով գիտեք, որ Դարե արքայը ոչ միայն շատ մեծ հզոր թագավոր էր, նաև մեծ պատմաբան։ Նա ամեն իր քայլը հրամայում էր փորագրեն պատերի վրա։ Դրա համար մենք բազմաթիվ աղբյուրներ ունենք հայ-իրանական բարեկամական կապից դեռևս Դարե արքայի ժամանակ։ Օրինակ, եթե գնաք Էրի նորից, ես բախտ ունենամ ձեզ, իհարկե շատերը տեսել են այստեղ, իսկապես բախտավոր են եղել, որ տեսել են Պերսեպոլիսը եւ այնտեղ այդ ողջույն, այնտեղ նկատել են, որ հայկական պատվիրակությունը ինչպես է Դարե արքային փորագրություն, հա, շատ գեղեցիկ հայկական պատվիրակությունն է եւ ինչա ձեռքը այդ բոլոր ազգերը նվերներ են, այդտեղ մի ամբողջ պատը ցույց է տալիս, որ տարբեր ազգություններ ինչ նվերներ են տալիս եւ հայերը նվիրում են թագավորին հայկական գինի։ Նորից Դարե արքայը ծառայելով մեզ ապացուցում է, որ գինու երկիրը առաջին անգամ գինին հայտնաբերվել է Հայաստանում։ Գինու հետ էլ ինչ են տալիս Դարե արքային նվիրում նժույգ, հայկական նժույգ եւ այնտեղ շատ հետաքրքիր արձանագրություններ կա հայկական նժույգի մասին, որտեղ ասվում է, որ հայերը ունենալով շատ լավ նժույգներ, տարեկան 20,000 նժույգ էին տալիս թագավորությանը։ Այսպես շարունակվում է, ես կարող եմ երկար խոսել այդ ժամանակաշրջանից, որը բավականին հետաքրքիր է եւ դրա համար շատ հայեր երկու տեղ պետք է անպայման գնան եւ տեսնեն, մեկը Բեհիստունն է, որտեղ մենք շատ հայեր ասում են դա մեր անձնագիրն է, այդտեղ մեր առաջին անձնագիրն էր, որ հսկայական պատի վրա առաջին անգամ մենք նկատում ենք Արմենի բառը եւ մեկ էլ Պերսեպոլիսը, որտեղ էլի նորից ապացուցում է, որ հայերը եւ հետաքրքիր է այդ 30 պետությունը, որ Դարե արքայի տիրապետության տակ էին գտնվում, առաջին պետությունը հենց Հայաստանն է, որ Դարե արքայի զինվորների աջակցությամբ, ուղեկցությամբ գնում են դեպի պալատ։ Սա առաջին տեղից է սկսում եւ հետո բայց ցենց միշտ էլ եղել է այս հայ-իրանական բարեկամական կապը եւ բայց ամենակարկառուն ժամանակը սկսեց Շահ Աբբասի ժամանակ։ Շատ հետաքրքիր է Շահ Աբբասի ժամանակվա այդ պատմությունը հայերի մոտ ուրիշ ձև անցալվում, իրանցիների մոտ լրիվ ուրիշ։ Մեզ մոտ դա շատ սարսափելի Արաքս գետը, որ տեսնում ենք արդեն սահմռկեցուցիչ դեպքեր ենք հիշում, իրանցիները դա համարում են հայերի մուտքը, այսինքն հայերի նորագույն մուտքը Պարսկաստան, որ ծաղկացրեց Իրանը, այդ մուտքը։ Ինչու՞։ Շահ Աբբասը երբ պարտվեց 17-րդ դարում 1600-ական թվականներին եւ պարտվեց Օսմանյան կայսրությունից, նա այդ պատերազմի ժամանակ նա հրամայեց, որ այնիշ որ պետք է տան Օսմանյան կայսրության, այսինքն Նախիջևան, այդ ամբողջ այդ տարածքը, Ջուլֆան,
ջուղան, վառեն, ամբողջությամբ վառեն եւ վառված հող տան։ Ուրեմն հրամայեց զորքին, որ վառեն հայերի տները, դաշտերը եւ հայերին տեղափոխեն, ոչ ճիտ չմնա Օսմանյան կայսրության։ Եվ այդպես սկսեց, որ ինքը Շահբազը չէր ուզում նրանց ոչնչացնել, ուղղակի ասում էր պետք է ես այս հայերին տանեմ իմ երկիրը, որովհետև Շահբազը մեր մասին ավելի լավ գիտեր, քան մենք ինքներս մեր մասին։ Շահբազը գիտեր դեռևս 17-րդ դարում, որ հայերը որտեղ որ լինում են, այդտեղ ծաղկացնում են։ Ցավոք սրտի, նորագույն ժամանակներում ասում են հայերը ամեն օր ծաղկացնում են, բացի իրենց տունը։ Ամենտեղ կարողանում են զարգացնել։ Չգիտես ինչու այդ բացը մենք ոսպիտելը ինչ կա դրսում, որ մենք այդքան կարողանում ենք մեծ ծառայություններ մատուցենք այդ երկրին։ Ուրեմն երբ ասեմ Շահբազը երբ այդ ժողովրդին բերեց, հայերին բերեց, մաս բաժանեց տարբեր խմբեր։ Առաջին խումբը հենց Արաքսի ափին Ջուլֆա քաղաք կար, այդտեղ տեղավորեց։ Հետո մի քիչ առաջացավ դեպի Թավրիզ, մի մաս հայերին այնտեղ տեղավորեց։ Հետո շարժվեց դեպի Մակ ու Խոյ, այդպես հայերին մաս բաժանեց։ Բայց այն կորիզին, այսինքն այն արհեստավոր, արվեստագետ, փորագրիչ, քարտաշ, դրանց հավաքեց եւ բերեց Սպահան։ Սպահանը պետք է դառնար Շահաբասի մայրաքաղաքը, Իրանի մայրաքաղաքը 450 տարի առաջ։ Ուստի նա գիտեր, որ հայերը մեծ ընդունակությունների տեր ազգ են եւ նրանց օգնությամբ կարող է իր քաղաքը շենացնել։ Նա նաեւ լավ գիտեր, որ հայերը տիրապետում են տարբեր լեզուների, օրինակ ռուսերենին են տիրապետում, ուրեմն նրանք կարող են զարգ տալ Իրանի առևտուրը։ Եվ զարմանալի չէր, որ մի փոքրիկ քաղաք տվեց իրենց, այն ժամանակ դեռ քաղաք էր, եւ դա կոչեց Նոր Ջուղա։ Ի հիշատակ իրենց հայրենիքի Ջուղայի։ Եվ դա կոչվեց Նոր Ջուղա։ Այդ քաղաքը փոքրիկ քաղաք էր, որը պետք է դարձավ Սպահանի կորիզը, որից հայերը սկսեցին իհարկե, մի անգամից խանդավառությամբ հայերը դա չարեցին։ Շատ երկար ժամանակ տևեց, որովհետև նրանք կարոտով էին իր հայրենիքի նկատմամբ, նրանք տենց հեշտ Հետո այն էլ մուսուլմանական երկրում այն ժամանակ դեռևս ավելի մոլեռանդ, նրանք դժվարությամբ հարմարվեցին։ Մի օր ասում են Շահաբասի պատմությունը շատ հետաքրքիր պատմություն է, գնում են պարսիկներ կային, մուսուլմաններ, որոնք խանդում էին, նկատելով Շահաբասը ինչքան է սիրում, որքան մեծ է Շահաբասի սերը հայերի նկատմամբ, եւ գնում էին անընդհատ բամբասում էին հայերին, մի օր ասում են Շահաբաս, հայերը սկսել են ծառեր կտրել։ Այն ժամանակ ծառ կտրելը ուրիշ խորտ բան ուներ, իմաստ ուներ Շահաբասի համար։ Նա ասում ծափահարեց, սա հայերը ուրեմն տուն են կառուցելու։ Հենց այդպես իրենք ծառ չեն կտրելու։ Ուրեմն նրանք հարմարվեցին այս երկրին եւ շատ է ուրախանում։ Եվ իսկապես էլ այդպես է, սկսում են այդ ծառերը կտրել, գերաններ, բաներ պատրաստել իրենց տան համար եւ Շահաբասի եւ հայերի մեջ շատ լավ կապեր ա լինում։ Շահաբասը նրանց թույլ է տալիս 25 եկեղեցի կառուցեն ընդամենը մի փոքրիկ քաղաքամասում, որը հիմա Սպահանի սիրտն է։ Հույսով եմ մի օր իսկապես կգնաք եւ այդ եկեղեցիների, որոնցից 13-ը այսօր կանգուն են եւ ովքեր են տեսել ամենաչքնաղները, հա, Սուրբ ամենափրկիչ վանքը, Բեթխեհեմի եկեղեցին սեպտեմբերին կտեսնեք սիրելիներ, որ ուրեմն եւ իսկապես գլուխգործոց է այս երկու եկեղեցիները եւ վանքերը որմնանկարչության առումով եւ աշխարհի բազմաթիվ երկրներից գալիս են միայն տեսնելու այս չքնաղ այդ երկու կոթողները, որը իսկապես Սպահանի աստղն է համարվում։ Հիմա այս պահին 13 եկեղեցի աշխատում է Նոր Ջուղայում։ Պատկերացրեք, եւ իհարկե դպրոցներ կառուցեցին, շատ հետաքրքիր է, երբ հայերը հայտնվեցին Նոր Ջուղայում եւ
սկսեց արդեն այդ եկեղեցաշինությունը եւ իսկապես ճիշտ է, եկեղեցուց է սկսում հայի ինքնությունը հենց այդ, այսինքն ամեն դեպքում Սփյուռքում այդպես է եղել։ Ասում են 3 հայ, որ միան Սփյուռքում հայտնվում են, մեկը եկեղեցի է կառուցում, մեկը դպրոց, մեկն էլ հայկական միություն։ Եվ իսկապես այդ գաղափարին հետևելով սկսեցին եկեղեցիներ, դպրոցներ եւ հայկական միություններ կառուցել։ Եվ իսկապես եւ հետաքրքիր այդ եկեղեցաշինության ընթացքում նոր մի եկեղեցաշինության նոր ճարտարապետություն ի հայտ եկավ։ Պարսկական գմբեթով, բայց վրան խաչ։ Շահ Աբբասը, երբ հայերը սկսեցին խնդրեցին, որ իրենց թույլ տա եկեղեցիներ կառուցեն, Շահ Աբբասը ասաց, խնդրում եմ, որպեսզի բաներ չստեղծվի, հանկարծ մոլերանդ մուսուլմանները ձեզ չանհանգստացնեն, խնդրում եմ ոչ թե գմբեթաձև հայկական եկեղեցու պես կառուցեք, որը այդ ամբողջ համայնապատկերի մեջ պատկերացրեք 25 այսպես գմբեթ կհայտնվի եւ ինչ վիճակ է տիրելու այդ մայրաքաղաքում, այլ խնդրեց մզկիթի պես գմբեթ կառուցեք, բայց վրան խաչ եւ նոր ճարտարապետություն ստեղծվեց ջուղայի, նոր ջուղայի ուրեմն եկեղեցական ճարտարապետություն, որը իրանական, եվրոպական եւ հայկական ճարտարապետությունների համադրություն է, որը իսկապես ես առաջարկում եմ անպայման մի օր այցելեք եւ քայլեք այդ նոր ջուղան, այդ եկեղեցիներ, այդ դպրոց, այդ միջավայրը եւ նոր կհասկանաք հայերը իսկապես ինչպիսի դառը պատմությունից հայտնվեցին եւ արարեցին նոր երկիր, արարեցին նոր քաղաք, արարեցին։ Դրանց մեջ այդ հայերի մեջ մի հոգի շատ հայտնի դարձավ, դա Խոջանազարն էր։ Իր հայ առևտրական ջուղայից տեղափոխվել էր այդ գաղթի հետ միասին եւ այնքան առևտրի մեջ ինքը զարգացավ ու զարգ տվեց Իրանը, որ Շահ Աբբասը նրան եւ ոչ միայն Խոջա տիտղոսը, որ նշանակում է պետ, տիտղոսը տվեց, այլ նաեւ Քալանթարը Մելլաթ, ժողովրդի Քալանթար, ժողովրդի պետ, իշխան տիտղոսը, որը ոչ բոլորին է տալիս այդ տիտղոսը, միայն տալիս է նրանց, ովքեր շատ մեծ ծառայություն են մատուցել երկրին։ Խոջանազարը, որպեսի ուրեմն երկրի այդ առևտուրը զարգ տար, թագավորին խնդրեց, որ թույլ տա քարավանատներ կառուցեն, որովհետև շատ կարևոր էր առևտրի ոլորտում քարավանատուն այն ժամանակ երկար ճանապարհներ պիտի գնային այդ մետաքսի ճանապարհը եւ նրանք ուխտերը պետք է հանգստանային, մարդիկ պետք է հանգստանային։ Եվ Խոջանազարին թույլ է տալիս եւ Խոջանազարը քարավանատներ է կառուցում, որ մեկը այժմ գտնվում է հենց Արաքսի ափին, երբ մենք անցնում ենք Պարսկական կողմը, առաջին տեղը, որ այցելում ենք, Խոջանազարի քարավանատունն է, որը այսօր պահպանվում է եւ վերականգնվել է։ Համեցեք։ Շարունակելով այս թեման ասեմ, որ սա Շահ Աբբասյան ժամանակաշրջանն էր։ Հայերը եւ գեղանկարչությունը, եւ ճարտարապետությունը, քաղաքաշինությունը զարգ տվեցին իսկապես, բայց դա շարունակվեց ղաջարական ժամանակ, այսինքն մոտ 250 տարի հետո։ Ղաջարական դինաստիայի ժամանակ նորից հայերը ուշադրության կենտրոնում դարձան, այս անգամ ավելի շատ։ Այս անգամ լրիվ մշակութային հայ է իրենք արդեն ցույց տվեց, որ ինչ իր բոլոր փորձերը կուտակած տվեց Իրանի ժողովրդին։ Ինչ արեց։ Իրան ուզում էր զարգանար, Շահը գնացել էր Նասերեդդին Շահն գնացել էր Եվրոպա, տեսել էր կինո, տեսել էր լուսանկարչություն եւ եկել էր հասկացել էր, որ շատ դժբախտ է Պարսկաստանը, պետք է մշակույթը զարգանա։ Ուստի հայերին թույլ տվեց, որ այդ էլի նորից հայերը, որովհետեւ հայերը գիտեին լեզուներ, հայերը շփվում էին Եվրոպայի հետ, հայերը շփվում էին Ռուսաստանի հետ։ Ուրեմն առաջինը անգամ հիմք դրվեց առաջին հայը Հովհաննես Օգանեսյանը
ստեղծեց, այսինքն հիմնեց պարսկական կինո։ Եվ առաջին լիամետրաժ ֆիլմը պատկերացրեք, իհարկե համր ֆիլմ, եւ այդպիսով հիմք դրվեց իրանական կինոյի։ Ուստի կարելի ասել Իրանի կինոն երախտապարտ է հայ արվեստագետի, հայ կինոռեժիսորի Օգանեսյան։ Նա այդպիսով նա ֆիլմեր ուրեմն ստեղծեց եւ դրանից հետո իհարկե իրանական ֆիլմ արտադրությունը զարգացավ։ Իսլամական երկրում կնոջ թույլ չէր տրվում բեմ բարձրանալ։ Ուրեմն բնականաբար այստեղ հայ կանանց, հայ աղջիկների դերը շատ մեծ էր։ Լորեթա Հայրապետյանը այն հայուհին էր, որ առաջին անգամ կինոյի էկրանին հայտնվեց եւ մարմնավորեց իրանցու։ Որովհետեւ միայն հայերը կարող էին զարգացած ազգ էին եւ միայն հայերը կարող էին բեմ բարձրանալ։ Առաջին թատրոնի դերասանուհին եղավ հայուհի, առաջին կինոյի աստղը դարձավ հայուհի եւ այդպես շարունակվեց։ Նոր դպրոց բացվեց։ Իսլամում, իսլամական այդ հասկացության մեջ պարարվեստը այդ ժամանակ անթույլատրելի էր։ Էլ ուր մնաց, որ պարսկուին պարս սովորեցնել։ Մի հրաշալի երիտասարդ այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգից գալիս է Իրան եւ որոշում է Պարի դպրոց բացել Իրանում։ Բնականաբար էլի հայերը պետք է անեին եւ էլի պարուհիները պետք է հայեր լինեին։ Ուրեմն շատ հետաքրքիր պատմություն է պատմում, ով էր նա Սարգիս Ջամբազյանը, որ նոր էր ավարտել պարարվեստը եւ եկել էր Պարսկաստան։ Սարգիս Ջամբազյանը Ղազվին քաղաքում էր, ամենաբան քաղաքներից, այսինքն պահպանողական եւ կրոնական մի քաղաքում։ Գնում է քաղաքապետի մոտ շատ հպարտ եւ շատ ինքնավստահ, ասում է ես ինձ օգնեք, ինձ տեղ տվեք, դպրոց եմ ուզում բացեմ։ Քաղաքապետը ասում է՝ «Ինչ դպրոց ես ուզում բացես», ասում է՝ «Պարարվեստի դպրոց», ասում է այսինքն այն, որ աղջիկներին, տղաներին պարս սովորացնեմ։ Ասում է քաղաքապետը այնպեսի տենց զարմանում է եւ զայրանում է, որ ապտակում է Սարգիս Ջամբազյանին, ասում է դուրս շպրտեք սրան։ Սարգիս Ջամբազյանին դուրս են շպրտում, սակայն նա համառորեն շարունակում էր աշխատանք, ուրիշ տեղ է դպրոց բացում եւ հետաքրքիր է, նույն Ղազվին քաղաքի այդ քաղաքապետի աղջիկը դառնում է հետագային այդ խմբի մենակատարուհին։ Այսինքն ինչքան են հայերը մշակույթը փոխում, ինչքան են ոչ միայն մի բան տանում էին, այլ նաև մի բան փոխում էին։ Նրանք, որ Աբբաս Քիարոստամիի հետ ծանոթ են, մեծ կինոռեժիսոր, որ Ոսկե Ծիրան կինոփառատոնին բազմաթիվ անգամ եկել էր եւ մահացավ իհարկե, շատ հետաքրքիր բան պատմեց իր եւ հայերի առնչությունների մասին։ Եվ սա իսկապես այդպեսին է, ասած առաջին անգամ հայերը ինձ սովորեցրեցին աթոռին նստել, սեղանի հետև նստել, ճաշ ուտել, ոչ թե գետնին գորգի վրա, այլ աթոռին։ Առաջին անգամ հայերը իրանցիներին սովորեցրեցին, ինչպես կարելի է պատարագաղ եւ դանակ օգտագործել։ Իզուր չէր, որ հայ կանայք եւ տղամարդիկ Իրանում ոչ թե կոչում էին իրենց ինչպես բոլորին աղա կամ խանոմ, այլ մադամ եւ մուսիո։ Նրանց այսինքն պատկերացնում են որպես եվրոպացիներ, բարձրակարգ մշակույթի ներկայացուցիչներ, ուրեմն նրանց չի կարելի աղա եւ խանոմ ասել։ Դրա համար Իրանում հայ տղամարդկանց եւ հայ կանանց միայն մինչեւ այսօր ասում են մուսիո եւ մադամ, զանազանելով մյուս ժողովրդից։ Առաջին անգամ հայ կինն է, որ ռույլի հետևը նստում է, ղեկի հետևը եւ մեքենա է վարում Թեհրան քաղաքում։ Տեսեք, անգամ քաղաքային մշակույթն են փոխում հայերը։ Առաջին անգամ Ռուբեն Համբարձումյան իրանական երաժշտությունը մոնոկատարումներ, այսինքն մեկ ձայնա։ Առաջին անգամ Ռուբեն Համբարձումյան իրանական ժողովրդական երգերը վերածում է խոռիքը եւ քառաձայնա ներկայացնում։ Էլի ասենք այդտեղ առաջին անգամ Վիգեն Տերտերյան անունով մի հայ տղա, գեղեցիկ տղամարդ գիտարը ներմուծում Իրան
եւ ջազ եւ փոփ երաժշտությունը սկսում է տարածել, մինչեւ այդ միայն ավանդական երաժշտություն է։ Եվ բազմաթիվ իրանցի երիտասարդներ սիրահարվում են նրան։ Այդ ինչ երաժշտություն է։ Այդ գեղեցիկ գիտարը, որ նա նվագում էր, հազարավոր աղջիկների ու տղաների կուռքը դարձավ միլիոնավոր։ Եվ մահացավ իհարկե, բայց մինչև այսօր Վիգեն Տերտերյանը համարվում է Իրանի փոփ եւ ջազ երաժշտության արքան։ Այդպես են, Սոլթանը ջազ, ջազի սուլթան, այդպես են ասում իրեն։ Ցանկացած ոլորտ, որ ես ասեմ ձեզ, խոսենք այդ մասին, անկարելի է հայերի մասին այդտեղ խոսք, անկարելի է։ Թատրոնը հայերը հիմք դրեցին, կինոն հայերը, երաժշտություն, երգ, օպերա, պարարվեստ, կինո, եւ այդպես ուրեմն նրանք ղաջարական թագավորության ժամանակ, դինաստիայի ժամանակ իսկապես մեծ ծառայություններ մատուցեցին։ Իզուր չի, որ մինչև այսօր իսկապես հայերը պարսիկները այդպես սիրում են հայերին եւ ամենասիրված համայնքն է Իրանում։ Նրանք որ եղել են Իրանում, իսկապես կփաստեն, որ երբ ասում են դուք որ երկրից եք, երբ ասում են հայ ենք, անմիջապես ժպտում են, անմիջապես ուրախանում են, վայ, ինչ եք ասում, դուք հայ եք, եւ դա նշանակում է, որ հայերը իսկապես ինչքան սիրված համայնք են եղել։ Ուզում եմ ասել, իսկապես սա նվաճել են հայերը, հենց այնպես ձեռք չեն բերել։ Եվ իզուր չի, որ բանաստեղծուհիներից մեկը, ես շատ ձեզ համար հետաքրքիր է, բազմաթիվ բանաստեղծություններ են գրում հայերի մասին, հենց հիմա մի վեպ եմ կարդում, Մերյալների սիմֆոնիան, հերոսուհին հայ է, էլի, հույսով եմ շուտով կթարգմանեմ, այսինքն կհրատարակվի, եւ դուք այդ վեպը կարդաք, բայց հենց այդ ղաջարների ժամանակ եղել է Փարվին Էթեսամի անունով մի բանաստեղծուհի։ Եվ հայերի մասին տեսեք ինչ հետաքրքիր բան է գրել։ Մի հատ բանաստեղծություն է գրել, ուրեմն Փարվին Էթեսամին այսպեսի մի բանաստեղծություն ունի։ Փարվին Էթեսամին կինը մահացել է 200 տարի առաջ գրել է։ Ուրեմն ես նախ պարսկերենը կարդամ, որովհետև այնտեղ Ərməni նշանը հայ, էլի Ərməni. Vaezi پرسید از فرزند خویش هیچ میدانی مسلمانی به چیست؟ صدق و بی‌آزاری و خدمت به خلق هم عبادت هم کلید زندگی است. گفت زین معیار اندر شهر ما یک مسلمانند. آن هم ارمنی است. Ուրեմն հայերը այդ ժամանակ դառնում են իսկապես այդպես ազնվության, աշխատասիրության, նվիրվածության խորհրդանիշ։ Ցանկացած բանաստեղծության մեջ, եթե ուզում էին այդ հասկացությունների մասին խոսեին, ուրեմն այդտեղ հայի մասին պետք է խոսեին։ Հիմա այստեղ ինչ է գրել։ Միանգամից մի բանաձև է ներկայացրել բանաստեղծուին։ Ասում է մի հավատացյալ հարցրեց իր որդուց. Որդի, գիտես մուսուլման ինչ է նշանակում։ Ասաց այո, ազնվություն, մարդասիրություն, ծառայել ժողովրդին, նվիրվածություն, հավատք ունենաս, սուտ չխոսես։ Եվ ասում է այնիշ բոլորը համքել է այնիշ որ բանալին է կյանքի։ Ասում է գիտես ես այդ չափանիշներով այս քաղաքում մեկ մուսուլման եմ հանդիպել եւ այն էլ հայը։ Շատ հետաքրքիր, այսինքն երբ մուսուլմանի մասին, իսլամի մասին բացը որ ով է մուսուլման, ասում է մեկ հոգի կա մուսուլման մեր քաղաքում եւ այդ էլ հայը։ Ուրեմն այդպիսի բարձր հեղինակություն էր ձեռք բերել հայը, որը մինչև այսօր շարունակվում է։ Իրանի իսլամական հեղափոխությունից, Փեհլևիյանների ժամանակ, ասեմ, Ղաջարներից հետո եկավ մի ուրիշ դինաստիա, թագավորություն, Փահլավիան։ Փահլավիյանների ժամանակ դե նույնը շարունակվեց, իրանցիները, հայերը իրենց դերակատարությունը ավելի մեծացրեցին, երկիր արդեն բավականին զարգացել էր, նախահեղափոխական, նախաիսլամական հեղափոխության ժամանակաշրջան եւ հայերը շարունակում էին իրենց դերակատարությունը այդ երկրում։
Իրանի իսլամական հեղափոխությունից հետո հայերի դերը կրկնապատկվեց։ Այս անգամ հայերը հայտնվեցին արհեստի ոլորտում, արդյունաբերության ոլորտում, երկիրը պատերազմի մեջ էր, ասեմ, որ Իրանի հեղափոխությունից 1 տարի հետո Իրաքը հարձակվեց Իրանի վրա։ Ինչ-որ տարածքային հարցեր կար։ 8 տարի տևեց այդ պատերազմը։ Իսկ այդ ժամանակ Իրանը պատժամիջոց, այսինքն շրջափակված էր Ամերիկայի կողմից, Ռուսաստանի եւ պետք է զարգացներ ինքնաբավ տնտեսությունը։ Ով էր կարող դրան նպաստել, եթե ոչ հայերը։ Հայերը սկսեցին ուրեմն հաստոցներ ստեղծել, սկսեցին զարգ տալ երկրի տնտեսությունը, հատկապես արհեստներ, տարբեր արհեստների ոլորտներ իրենք զարգացրեցին եւ իսկապես Իրանի ժողովուրդը միշտ ասում է հիմա այսօր ճանաչում են հայերին որպես լավ արհեստավորներ, լավ արհեստագետներ, լավ բժիշկներ, լավ ինժեներներ։ Հայերը այնքան հմոտ դարձան արհեստի ոլորտում, որ եթե մի փողոցում 20 հատ էլեկտրիկ լինի, մեկը հայ է, բոլոր այդ նրա խանութ արհեստանոցի առջև հերթեր են, որտեղ նրանք գիտեն հայը չի խափի, որ հայը ազնվորեն կաշխատի։ Շատ հետաքրքիր դեպք պատահեմ։ Մի քանի տարի առաջ, հենց այդ հեղափոխության տարիներին, հայերը թխվածքի ոլորտում շատ զարգացան, շատ։ Էլի պատկերացրեք ինչու, որտեղ հայերը դե Ռուսաստանից եկան, հայերը լիքը նոր բաներ բերեցին, ռուսական, որ մինչև պեյրոգը, հենց Պարսկաստանի, Պարսկաստանի ամենասիրված խմորեղեններից հայերը էլի բերեցին եւ լիքը տարբեր բաներ։ Գաթան, հայկական գաթան եւ իսկ սկսեց թխվածքի ոլորտը հայերի մոտ մի տեսակ մոնոպոլիա դարձավ, այսինքն թխված, այսինքն հայկական թխված։ Պարսիկները հեղափոխության տարիներին բողոք ներկայացրեցին քաղաքապետարանին, ասեցին այսպես չի լինի։ Բոլոր մեր սնանկանում ենք մենք։ Ինչ անենք, ոնց անենք, հետո ասեցին, դե հետո էլ հայից գնումներ անելը դա անթույլատրելի է իսլամի կողմից, որովհետև դա քրիստոնյայի ձեռք է կպնում հայ քրիստոնյայի։ Մոլեռանդ մարդիկ դա իսկապես բան արեցին, այսինքն իրենց մի կերպ այդ համոզեցին եւ որոշեցին հաջորդ օրը, որ բոլոր հայկական թխվածքի խանութներում գրվի հատուկ հայերի համար, պատկերացրու։ Պարսկերենով մեր ինքս այդ հայկական թաղամասի բոլոր խանութներին գրած էր եւ պարսկը, որտեղ որ հայի խանութ էր գրած էր թխվածքի խանութ, միայն հայերի համար։ Դուք չեք պատկերացնում, ինչ հերթեր գոյացավ պարսիկներ, որի այն էլ որ չգիտեր այդ թխվածքի խանութը հայի է պատկանում, ես իմ քաղաքի որտեղից գալիս էին, որ ասում են այնիշ տեղը եւ փնտրում էին որտեղ այդ ցուցատախտակը կա ապակուն, մենք գնանք գովազդներ։ Այո, գովազդներ դարձել։ Հայկական թխվածքը նորից նոր վերել կապրեց։ Եվ այդ մարդիկ նորից բողոքեցին, չէ, այսպես չեղավ, հիմա կրկնակի հերթ է գոյացել եւ խնդրում ենք վերցրեք։ Եվ այդ ցուցատախտակներ արդեն հանեցին, բայց էլ արդեն իրենց գործ արեցին գովազդային եւ այդպես շարունակել։ Առաջին անգամ դե բնականաբար ով պետք է սուրճ խմեր Իրանում, եթե ոչ հայերը եւ փոխանցեր սուրճ խմելու մշակույթը, ստեղծեցին կաֆեներ, նադերի կաֆեն, առաջին կաֆեներ, որ հայերը ստեղծեցին եւ մտավորականներ, գրողներ հավաքվում էին այնտեղ եւ սուրճ էին խմում։ Այդ սրճախմությունը կամաց տարածվեց պարսիկների մոտ, դա դարձավ ժեստ, դա դարձավ գեղեցիկ ժեստ, եվրոպական ժեստ, որը հաճելի է։ Էլի նորից հայերի մատը խառներ այդ բանը։ Իսկ հեղափոխության տարիներին հայերը սկսեցին ոչ միայն արհեստի եւ ոլորտը զարգացնել, այլ նաեւ գրականության։ Եվ հայերը մուտք գործեցին արդեն պարսկական գրականություն։ Հայ բազմաթիվ գրողներ սկսեցին պարսկերեն գրել, սկսեցին հայկական պարսկական ֆիլմեր նկարահանել հայ ռեժիսորներ։ Եվ ասեմ, որ Զոյա Փիրզադ անունով հայուհին
առաջին անգամ գրեց մի պարսկերենով մի վեբ, լույսերը ես կմարեմ, եւ Զոյա Փիրզադ իմ ապրում է Հայաստանում, եւ հետաքրքիր էր այդ վեբը միայն նրա համար, որ առաջին անգամ դռները բացեց այդ Զոյան եւ թույլ տվեց պարսիկները մուտք գործեն հայերի տները, հայերին իստոկացի հետ ծանոթանան, հայերը ինչ է Քլարիս անունով հայուհին, որ գրքի հերոսն է, իր ապրումների հետ, որովհետեւ կասեմ ինչու։ Եվ այդ գիրքը եթե չեմ սխալվում, մինչև այսօր 150 անգամ վերահրատարակվել է եւ գիրքը նախագահի հատուկ մրցանակի շահեց, որպես տարվա լավագույն վեբ։ Ինչու, ինչ կար հայերի կյանքի մեջ, ինչ կար հայկական տանը, որ այդքան իրանց իհարկե շատ լավ գրականությամբ ներկայացրեց, ոչ միայն, ասենք սուժեներ հետաքրքիր, այլ նաև շատ լավ գրականություն ներկայացրեց Զոյան։ Ինչ կար այդ գաղտնիքը ինչ էր։ Հայերը երբ հայտնվեցին Պարսկաստանում, շատ իրենց ամենակարևոր բանը ինչ կարող էր լինել։ Մուսուլմանական միջավայրում պարսիկներ, պատկերացրեք հիմա 80 միլիոնանոց երկիր եւ մի փոքրիկ համայնք 100,000։ Ինչ խնդիր կարող էր ունենալ հայը, եթե ոչ ինքնության պահպանումը։ Նա հայը պետք է պահպաներ նաև իր ինքնությունը։ Մնար հայ։ Ուստի մեծ պայքար էին մղում ծնողները, որ իրենց երեխաներին հեռու պահեն պարսիկներից։ Հայկական դպրոցներ կառուցեցին։ Հայերը հայկական թաղամասում պարսիկ չէր կարող մտնել։ Դա սկանդալ էր, որտեղ հայ տղաներ թույլ չէին տա որևէ պարսիկ տղա մտներ հայկական թաղամաս։ Կռիվներ, բախումներ էր լինում, սարսափելի բախումներ, որ այսինչ հայ պարսիկը եկել է հայկական թաղամաս եւ ինչ որ աղջկա, ինչ որ բան ասել, ինչ որ ռեպլիկա։ Եվ օրինակ եւ սկսեց առածներ ծնողները, մեր ծնողներ շատ տենց հիմա չեմ ասում շատ լավ, բայց հետաքրքիր հոգեբանություն են։ Օրինակ սկսեցին առածներ, խոսքեր, թե բաներ պարսիկների մասին։ Օրինակի համար պարսիկը ոսկե լինի գցես գրպանը, գրպան գծակի դուրս կգա։ Դա զուտ իրանահայկական բան էր։ Այդ վախը, որ իրենց աղջիկները հանկարծ չամուսնանան պարսիկ տղայի հետ եւ ինքնությունը Իրանում մի հատ հայ աղջիկ ամուսնացավ մի պարսիկ տղայի հետ, եղբայրը դուռը բացեց, երկքույր աղջիկը այսպես բանը եւ իհարկե բանտ նետեցին իրան, բայց ասեմ մինչեւ այդ աստիճան կարող էր այդ բանը մինչեւ մարդ սպանություն։ Այսինքն բայց ավելի այն կողմից, այսինքն փորձում էին, որ այնքան հայկական մշակույթը ծնողները իրենց երեխաների մոտ բարձր այնքան գովեին, այնքան հայտանը հայերեն խոսային, այնքան այդ մշակույթի մասին ճիշտ ներկայացնեին, որ ոչ մի աղջիկ իրեն թույլ չտար, որ պարսիկի հետ ամուսնանար։ Ինքնության հարց ուներ խիստ, եթե մեծ լինեին, եթե մեծ համայնք լիներ, գուցե այդքան չվախենային, բայց վախենում էին։ Փոքր էր համայնքը եւ վախենում էին ուծացումից։ Օրինակ հետաքրքիր է, եթե հայ աղջիկ ամուսնանում էր որևէ պարսիկ տղայի հետ, նրան չէին ասում նա պարսիկի հետ ամուսնացավ, անգամ չէին ասում պարսիկացավ, ասում էին թուրքացավ, այսինքն անգամ այդ աղջիկը ոչ թե պարսիկ էր դառնում, այլ թուրք էր դառնում, այսինքն այնքան փորձում էին ինչքան հնարավոր այդ գույները ավելի խտացնեին, որ այնքան ոչ թե պարսիկ, այլ թուրք անվանեին, որ ավելի վախենային։ Եվ այդ միջոցով փորձում էին հայ համայնքը պահպանել։ Հետաքրքիր պայքար է, հիմա ինչքան սխալ, ինչքան ճիշտ, բայց դա անհրաժեշտությունից էր, դա ինքնությունը պահպանելու մեծ պայքար էր։ Տեսեք, հետաքրքիր պատմություն պատմեմ։ Շահ-Աբբաս Օմենակ հայերին չբերեց Պարսկաստան, վրացիներին էլ բերեց, հայերին էլ բերեց։ Վրացիները 1 տարի հետո բոլորը մուսուլման դարձան։ Հիմա Իրանում լիքը բազմաթիվ գորջի ազգանուն կա, բազմաթիվ, որ նշանակում է վրացի։
Այսինքն նրանք անմիջապես իրենց կրոնը փոխեցին, դարձան մուսուլման, հարմարվեցին այդ երկին։ Բայց պատկերացրեք հայերը ինչպես մաքարեցին։ Ինչպես կարողացան այդ դժվար ճանապարհով անցնել եւ իսկապես միայն ու միայն հարգանք եւ վստահություն նվաճել։ Ծափահարենք իրենց համար։ Ինչու ծափահարենք իսկապես, որովհետեւ նրանք հետագային դարձան հայ-իրանական բարեկամության, Հայաստանի եւ Իրանի բարեկամության կամուրջը հանդիսացան, վստահելի կամուրջ։ Առաջին անգամ նրանք սկսեցին պարսկական շրջանակներում ջատագովել Հայաստանի հետ տնտեսական եւ առևտրական կապեր զարգացնելու անհրաժեշտությունը։ Եվ նրանք իսկապես իրանահայ առևտրականները եւ գործարարները այդ բարեկամության հիմքում են ընկած։ Եվ իսկապես կեցե իրանահայությունը, որ կարողացավ իսկապես մեծ առաքելությունը իսկապես ճիշտ կերպով կատարել։ Մինչև այսօր շարունակվում է այդ առաքելությունը։ Դժբախտաբար, ցավոք սրտի, արտագաղթը մեր հայերի ամենամեծ սպառնալիքն է եւ Իրանն էլ դրանից բացառություն չէր կազմում, բազմաթիվ հայեր թողեցին Իրանը, լքեցին եւ գնացին արդեն Միացյալ Նահանգներ, այսօր բազմաթիվ իրանահայեր ընդեղ են գնացել եւ հետաքրքիր է, դեռ իրենց իրանահայ են համարում, որտեղ որ գնացել իրանահայեր, օրինակ Շվեդիայի համայնքը իրանահայերը ստեղծեցին եւ դեռ ընդեղ իրենց հարցնես դու որտեղ 30 տարի ընդեղ ապրում են, բայց դեռ իրեն որպես իրանահայ է ներկայացնում։ Սա առնչությունների մասին, այս առնչությունները մենակ այսքանով պատմականով չի, մեր լեզուները իրանականը եւ հայկականը թեև առանձին ճյուղեր են, բայց 1000 ու մի առնչություն ունեն։ 1400 արմատ մեր պարսկական արմատ գոյություն ունի մեր լեզվամտածողության մեջ։ Էլ չեմ ասում փոխառությունները, որ հետագային մեր շփումների ընթացքում եկել են։ Օրինակ Սայաթնովան, իրանահայերը ծայրից ծայր կարող են ձեզ համար թարգմանել, որտեղ 80%-ը պարսկերեն է։ Օրինակ ես երբ ԵՊՀ-ում սովորում եի բանասիրական, ես երեխեքի համար Սայաթնովա գետ էի դարձել, եւ երբ դասախոսը չէր լինում, օրինակ ես երեխեքին ներկայացնում եմ, թե Սայաթնովան ինչ ասում։ Դա ոչ թե ես շատ գաղափար ունեի, ուղղակի լիք պարսկերեն բառեր եւ ես կարողանում էի թարգմանել։ Եվ մեր խոսակցականի մեջ այնքան շատ են այդ բառերը, որ անգամ գրական բառեր խարազան, խարզան, գավազան, գավզան, ասպատակել, ասպարից է գալիս, որը պարսկերեն է։ Տենց այդպես շարունակաբար սրա, սարա, այսինքն այնքան շատ է, էլ չեմ խոսում հիմա մրգերի, բանջարեղենի, բադրջան, կաղամբ, խիար եւ այդպես շարունակ գիլաս, բոլորը պարսկերեն բառեր։ Դրա համար, քանի որ ես նաեւ պարսկերեն եմ դասավանդում, հայերը շատ արագ են պարսկերեն սովորում։ Հենց այդ փոխառությունների շնորհիվ հետաքրքիր է նրանք, որ Երևանից դուրս են ապրում, այսինքն ռայոն շրջաններից ավելի հեշտ են պարսկերեն սովորում, որտեղ ավելի շատ է պահպանվել այդ ուրեմն բառեր այդ բարբառների մեջ։ Մի խոսքով այսքանը հայ-իրանական առնչության մասին եւ ասեմ նաեւ որ մենք ազդվել ենք իրանական մշակույթից, մեր մանրանկարչությունը Էջմիածին ամբողջությամբ իրանական մանրանկարչությունը, մեր շարականը պարսկական երաժշտության ազդեցություն տվա։ Սայաթնովայի գազել այդ հասկացությունը, որ մենք հիմա կարդում ենք, պարսկական մեծ պոետ Հաֆեզը, որ ես գիրքը թարգմանել եմ Հաֆեզի գազելները, որտեղ Սայաթնովան պարսկերեն գիտեր եւ շատ լավ ճանաչում էր Հաֆեզին, այդ գազելի ձևը Հաֆեզից ընդօրինակելով վերեց հայ գրականություն։ Եվ այստեղ ուզում եմ ասել, որ մի ուրիշ առնչություն եւս հայ քրիստոնյայի
ազդեցությունը ինչպիսի հարգանք է ունեցել դերևս 14-րդ դարում։ Հիսուսը իրանական գրականության մեջ, որը էլի հայերի շնորհիվ այդպես տարածում գտել, որպես հայ քրիստոնյաներ, բարության եւ խաղաղության խորհրդանիշ է։ Նոր շունչ կենարարության խորհրդանիշ է։ Ուստի ամբողջ հայ պարսի գրականության մենք կարող ենք տեսնել բազմաթիվ ստեղծագործություններ, որտեղ Հիսուսին ներկայացնում է այսպես. Սիրտ իմ ավետիս, տես կենսապարգև Հիսուսի շնչով մեր յարն է գալիս։ Նրա ցանկալի ամեն մի շնչից փրկչի մեղմանուշ բուրմունքն է գալիս։ Կարոտի անհուն վշտից ու ցավից պետք չէ աղքաշել, հառաչել անվերջ, վիճակ եմ գցել, բացվել է բախտս, մեր դարդին դարմանանողն է գալիս։ Սինասուրբ լեռան կրակի համար միայն ես չէ, որ ուրախ եմ, քանզի Մովսեսը մի բուռ կրակի համար հույսը իր սրտում այստեղ է գալիս։ Չկա, չի եղել այնպիսի մի մարդ, որ քո փողոցում չի երևացել, այստեղ բոլորը հավասարապես հմայված, գերված սրտով են գալիս։ Ոչ ոք, ոչ մի մարդ չգիտի ուր է, որտեղ է յարի բնակավայրը, բայց քարավանի քաղցրանուշ զանգի ղողանջը հեռվից այստեղ է գալիս։ Թե սիրեկան է հիվանդ ցավագար իմ հալից հարցնի, ասացեք նրան, ել աճապարիր, քանի դեռ նրա մարմրող հոգուց շունչ է դուրս գալիս։ Իսեր արարչի, ինձ մի լուր բերեք այգու դայլայլող քնքույս սոխակից, քանզի դառնագին հառաչ ու ողբի ձայն եմ ես լսում ինչ որ վանդակից։ Բարի եղիր դու եւ բաշխիր մի տոգորող կարմիր անապակ գինուց։ Զի գինեսերը առատաբաշխի գինետունն է արդ միայն գալիս։ Իմացեք մարդիկ, յարը Հաֆեզի սիրտը որ սալում մտքով է գալիս։ Ախ, բազեն տեսեք, չնչին աննշան, մի ճանճ որ սալու համար է գալիս։ Սա է Հաֆեզը։ Խոսքեր շատ կան, կարելի է անընդհատ խոսել հայ-իրանական բարեկամության կապերից, կարելի է անընդհատ, ես այն ինչ որ ասում եմ իսկապես մի չնչին մասն է, շատ իսկապես ուսումնասիրության կարևոր առարկա է սա արժանի է իսկապես ավելի ուշադրություն պետք է դարձնենք եւ ամենակարևորը այն ինչ որ ասեցի, այս ամենը իմի բերելով պետք է ասեմ, որ պետք է հասկանանք, որ այս ամբողջ ընդհանրությունները եւ մշակութային եւ պատմական եւ ընկալումների ընդհանրություններից պետք է մենք շատ լավ օգտվենք եւ ավելի զարգացնենք հայ-իրանական կապերը։ Այսօր մեր առևտրականները ընդհանրապես գաղափար չունեն իրանական հսկայական շուկայի մասին։ Այսօր մեր արվեստագետները ընդհանրապես գաղափար չունեն, թե ինչպես ինչ հնարավորություններ ունի Իրանը, որպեսզի կարողանան օգտվել, սովորել եւ նաեւ ներկայացնել իրենց այնտեղ։ Եվ ցավոք սրտի այդ կենտրոններն էլ քիչ են Հայաստանում, որպեսզի կարողանան այդ կապերը հաստատել։ Ես փորձում եմ ամիսը մեկ թուրեր կազմակերպելով հայերին տանել այնտեղ, որպեսզի ծանոթանան իրանական անվերջանալի այդ մշակույթի, քաղաքակրթության եւ հնարավորությունների հետ։ Ու նաեւ ուրախ եմ, որ պարսիկներ, իրանցիներ եմ բերում Հայաստան եւ ցույց եմ տալիս այն իսկական Հայաստանը, այն մշակութային Հայաստանը, որ պետք է ճանաչեն իրանցիները եւ դրա հիման վրա կարողանան իսկապես զարգացնել հայ-իրանական կապերը։ Շատ կարևոր է այսօր մեզ համար։ Սուտ է մնացած բարեկամությունները։ Իտալիա, Ֆրանսիա, մենք հայերը մեծ կենսափորձ ունեն։ Մինչև քո բարեկամը կհասնի հարևան արդեն տենց ունենք, չէ՞։ Եվ ոնց կարելի է, այսինքն երբ որ դու քթիդ տակ հարևանիդ դու դեռ չես ճանաչում, եւ շատ շնորհակալ եմ Բարսունքին, որ առիթ ստեղծեց, որպեսզի հույսով եմ սա շարունակական կլինի, շատ տարբեր թեմաներ կարող ենք այս կապակցությամբ, նաեւ
ասենք գործարարներ, առևտրական եւ բացենք մեր հնարավորությունները միմյանց առջև, ասենք, որ ինչ ենք կարող անել։ Պետք է իսկապես քանի չի ուշացել այս լրջանալ եւ պետք է իսկապես Իրանի հնարավորությունները ճիշտ օգտագործել եւ նրանց էլ իրանցիներին էլ ներկայացնել, ծանոթացնել մեր հնարավորությունների հետ 80 միլիոնանոց շուկան տենց այն մատների արանքով չի կարելի նայել, պետք է շատ լուրջ այդ ուսումնասիրել եւ հասկանալ այնտեղ ինչ կարելի է անել։ Այսքանը, եթե հույսով եմ, որ շատ հետաքրքիր էր։ Հիմա հարց ու պատասխանին անցնենք, շատ շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնենք, որ բարձունքին կարող եք աջակցել Patreon-ում։ Ձեր նվիրատվությունները կնպաստեն Հայոց երկիր հանդիպումների շարքի իրականացմանը եւ գաղափարական բովանդակային քարտեզի իրագործմանը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են մեզ։ Ես ահագին իմ մոտ նշումներ եմ արել, իմ մոտ ահագին հարցեր առաջացավ։ Նախ նշեցիք, որ туриզմի ոլորտում հայերին տանում եք Պարսկաստան, Իրան եւ իրանցիներին Հայաստան եւ այդպիսով շփումները փոխադարձ ճանաչողությունը ամրապնդում։ Բացի դրանից այլ տարբերակներ կան, այսինքն այլ միջոց, չգիտեմ, մշակութային միջոցառումներ։ Օրինակ, ասիկ Ոսկե ծիրանին մասնակցում են Իրանի ռեժիսորները, Հայաստանից մասնակցում են Իրանի որևէ փառատոներին եւ այլ ինչ տարբերակներ կա փոխադարձ շփումների։ Այո, Իրանում ամեն տարի ձմռանը տեղի իրենց ազգային տոնն է, որի շրջանակում բազմաթիվ փառատոներ են տեղի ունենում եւ երաժշտական, տեխնիկային թատրոն, կինո եւ գիտեք Իրանի կինոն իհարկե իր ֆեստիվալ, իր փառատոնը Ֆաջրա կոչվում, ինչպեսի համաշխարհային համբավ ունի։ Հայերը մասնակցում են, մի քանի անգամ մասնակցել են, երաժշտական փառատոններին են մասնակցել, տեխնիկային թատրոնների ֆեստիվալին, փառատոնին են մասնակցել, մրցանակ են շահել հայերը, դե գիտեք, տեխնիկային մենք տեխնիկային թատրոնի ոլորտում ասելիք ունենք, մնջախաղի ոլորտում են մասնակցել, էլի մրցանակով վերադարձել են։ Այո, ցավոք սրտի դա դժբախտաբար կանոնակարգված չի։ Գիտեք, չկա մի կենտրոն, ես ունեմ կենտրոն, որը օգնում եմ անվճար, խորհուրդներ եմ տալիս, լիքը առևտրականներ են զանգում, ասում ենք այսինչ ապրանքը բերենք, ինչ պետք է անենք, ես կապ եմ հաստատում Իրանի դեսպանատան առևտրի կցորդի հետ եւ բարեբախտաբար հիմա ոչ բոլորը, բայց եղել են շատ գործարարներ, մինչև այսօր շարունակում են այդ համագործակցությունը Իրանի հետ։ Ես ավելի շատ խնդիրը իմը այնա, որ դրանք շատ պատահաբար է տեղի ունենում։ Այսինքն, եթե Տիգրան ինձ հետ ծանոթ չլինի, չի իմանում, որ Իրանում օրինակ համար տեխնիկային թատրոնի փառատոն կա, եւ պետք է կարելի է ներկայանալ, եւ շատ լավ մրցանակներ շահել, եւ ծանոթանալ աշխարհի մյուս երկրների, օրինակ տեխնիկային թատրոնի խմբերի հետ, նոր հրավերներ ստանալ։ Օրինակ, աղջիկներից մեկը մի երկու օր առաջ ինձ զանգահարեց, որ եկել է մի անգամ ինձ հետ Իրան այցելել, իմ այցելությունից հետո ինքը նկարիչ է։ Խնդրեց, որ առիթ ստեղծվի, որ ինքը ցուցահանդես կազմակերպի եւ եղավ։ Այդ ցուցահանդեսը, այսինքն իր այցելությունից հետո շատ լավ ցուցահանդես ունեցավ Թեհրանում։ Ես իրեն առաջարկեցի, ասաց սեպտեմբերին նորից ուզում եմ գալ, այս անգամ ուզում եմ ուրիշ քաղաքում անել եւ ես իրեն առաջարկեց, օրինակ Համադան քաղաքում շատ լավ ցուցահանդես կարող անի։ Եվ նրանք, որ այդ կապը ունեն ինչ-որ ձևով, կարողանում են։ Շատ պատահաբար, եթե այդ նկարչուհին ինձ հետ չգար Պարսկաստան, երբի չէր էլ մտածի, որ Իրանում կարող է ցուցահանդես լինել։ Անում են, օրինակ երեք Գյումրիում խումբ էին հրավիրել պարսկական գեղագրությունը։ Ծանոթացան ուրեմն գեղագիտական ֆակուլտետի երեխեքն էին եկել, բավական դա երկրորդ անգամն է, որ տեղի ունեցավ գեղագրության արվեստը Իրանում։ Փորձեցին հմտություն, փորձեցին որոշակիորեն ծանոթանալ։ Այո, այդպես բաներ, բայց պատահաբար, այսինքն եթե ես Գյումրիում ընկեր չունենամ եւ այդ ընկերս հյուրանոց չունենա,
որտեղ պետք է իրանք գնան Գյումրի նման միջոցառումը կազմեն։ Անհատական կապերի այո, միջոցով, այո, այսինքն պետք է այդ ամեն ինչը համակարգվի այո, պետական գերատեսչությունների միջոցով, նախարարություններ, այո, ինչու՞ չէ կրթական օջախների, վերջինս ի դեպ Սեբաստացի կրթահամալիրը այո, կապեր էր մեզ հետ, հաստատել եւ այո, իրանցիներ էին այցելել, իրանք են այցելել Իրան։ այո, մենք նաև ուրեմն մենք Մխիթար Սեբաստացու հետ մենք Թեհրան գնացինք, Թեհրանում շատ լավ հուշագիր ստորագրվեց, որ շատ օй Սեբաստացի կա այստեղ, ո՞նց է, ողջույն։ Արդեն վկան այնտեղ նստած է, ես սուտ չեմ ասել։ Ուրեմն շատ հետաքրքիր հանդիպում էր, պայմանավորվեցին, որ իրանական ձեռագործը, ձեռքի արվեստը բերեն Սեբաստացիում սովորեցնեն երեխեքին։ Կաշեգործություն, կերամիկա, լիքը տարբեր բաներ եւ բարեբախտաբար կարծում եմ իրականնա պատերազմ եղավ մի քիչ հետաձգվեց, բայց նման բաները օրինակ հիմա ասեմ որպես օրինակ այդ մարդը որտեւ իմ ընկերներ ինձ զանգեց ինչ որ մի կենտրոնի հետ մենք ուզում ենք համագործակցենք մեր ձեռագործը ներկայացնենք նաեւ Հայաստանում ես էլ Մխիթար Սեբաստացու հետ լավ կապեր ունենալով առաջարկեցի Մխիթար Սեբաստացի գիտեք ես ինչի համար եմ ասում սա շատ կարեւոր է մեր արվեստագետները չպետք է սահմանափակվեն փոքր Հայաստանի փոքր շուկայով տեսեք նրանք որ գործերը գնում են այնտեղ վաճառվում են ի վերջո այսինքն եթե մենք մեր նկարիչները գնան Իրան իրենց գործերը կվաճառվի դա կնպաստի շատերը դեպի արևմուտք չգիտեմ Եվրոպա նաև Ռուսաստան են ձգտում բայց Իրանը ինձ թվում է ավելի հարմար տարբերակ է եւ բավականին իհարկե եւ հաճախակի կարող եք գնալ առանց վիզայի ռեժիմ գոյություն չունի խոչընդոտներ չկան բյուրոկրատիական այդ բաները չկան շատ հեշտ է Իրան գնալը անձնագիրը ցույց ես տալիս եւ մտնում ես Իրան Լավ, ես նաև տարբեր ոլորտների առնչությունները ներկայացրեցիք, թե հայերը ինչ ներդրում են ունեցել այդ ոլորտների զարգացման մասով եւ վերջերս մի տեսանյութ էի նայում, որտեղ նաև գիտության ոլորտին անդրադարձավ, խոսվում էր մի կնոջ մասին, ով Իրանի աստղագիտության հիմնադիրներից մեկն էր, Ալենուշ Տերյան, եթե ճիշտ եմ հիշում, Ալենուշ Տերյան, այլ ինչ որ օրինակներ կհիշեք, կբերեք գիտության ոլորտում հայերի ներդրումը։ Ես Ալենուշ Տերյանի մասին ասեմ, որ Ալենուշ Տերյանը համարվում է այսինքն աստղագիտության մայրը, ֆիզիկայի մայրը Իրանում։ Ալենուշ Տերյան, այդպես արձան մեծ գրած է քաղաքի կենտրոնում եւ մեծ գրած է ֆիզիկ, ինչպես Գիտնական է թե էքստրասենս է։ Չէ, գիտնական, աստղագետ, ֆիզիկոս աստղագետ։ Ունեցել ենք էլի ֆիզիկայի ոլորտում Լուկաս անունով, որը շատ, այսինքն իսկ նոր հայտնաբերություններ գործել, այսինքն շատ հայտնի է ինքը եւ հիմա ավելի հետ գնանք դերևս Շահ Աբբասի ժամանակ մոռացա ասեմ Խաչատուր Կեսարացին ինքը հոգևորական էր բայց գնաց Եվրոպա սովորեց տպագրության արհեստը եւ հետո ինքը այդ տպագրական սարքը բերեց Իրան եւ առաջին տպագրությունները սկսեց Իրանում եւ Միջին Արևելքում ինքը այդ Խաչատուր Կեսարացին էլ սպանում իր արձանը կա դրած է եւ 3 լեզուներով հայերեն, պարսկերեն եւ անգլերեն գրված է Խաչատուր Կեսարացի ուրեմն տպագրության հայրը Իրանում եւ Միջին Արևելքում շատ են իսկապես մենք շատ հայտնի դասախոսներ ունենք որտեղ իսկ գիտության ոլորտում շատ մեծ դեր են կատարել այս բային հիմա բոլորին չեմ հիշում բայց այո անշուշտ բազմաթիվ տենց հայ Այսինքն սա խոսում է նրա մասին որ համագործակցությունը շփումները կարող լինեն բազմավորորդ ոչ միայն կրթամշակութային արվեստներ արհեստներ գիտություն արդյունաբերություն տնտեսություն շատ մեծ ներուժ կա այս ներողություն Մինասյան անունով Արսեն Մինասյան դեղագործության հիմնադիրն է Իրան Այսինքն շատ հետաքրքիր պատմություն ունի Արսեն Մինասյանը
Ռաշտ քաղաքում, հյուսիսային քաղաք է Կասպից ծովի ափերին։ Արսեն Մինասյանը համաշխարհային պատերազմի ժամանակ, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նկատում է, որ քաղաքի մարդիկ մահանում են դեղ չլինելու պատճառով, սկսում է դեղեր արտադրել։ Եվ հումքը Ռաշտից գնում էր Թեհրան, բերում էր մինչև լույս, ինքը մինչև փոքրիկ բան ուներ տանը, լաբորատորիա ուներ եւ այնտեղ ինքը դեղեր էր արտադրում։ Դեղատները գալիս են իրան խնդրում են, ասում են մենք քեզ փող կտանք, արի այդ դեղերը մեզ վաճառը չի համաձայնվում, որովհետեւ ասում են դուք քառակի գին պետք է առաջարկեք խեղճ ժողովրդին։ Իսկ ինքը շատ չնչին գումարով այդ դեղերը վաճառում էր մարդկանց։ Եվ Եվ մի օր երբ տեսնում եմ մի այդ հենց այդ ծանր տարիներ էլ պատերազմից հետո երբ նկատում եմ մի ծերուկ ծերքին փողոցում մուրացի կա լինում ասում եմ չունեմ երեխա չունեմ բան եւ մտածում եմ ծերատուն բացի ծերանոց ինչպես է եւ ամբողջ այդ դեղորայքի վաճառքի հասույթը տանում է ծերան մեծ ծերանոց առաջ եւ հետաքրքիր է ինքը ոչ միայն եւ առաջին անգամ սա էլ ասեմ շուրջօրյա դեղատան գաղափարը ինքն է մտցնում այսինքն առաջին շուրջօրյա դեղատունը մինչեւ հիմա աշխատում է հենց Արսեն Մինասյան անունով մինչեւ այսօր կա այդ դեղատունը եւ դեղատունն աշխատում է բայց մարդիկ գնում են այցելում են եւ իր նկարն առաջին անգամ ինքն է շուրջօրյա դեղատուն կառուցում եւ առաջին ծերանոց հենց ինքն է ստեղծում այսինքն այդ հասույթից այդ դեղերի փողից տանում էր այդ ծերերին էր բանում եւ ասում են շատ աղքատության մեջ մահացավ բայց ամբողջ քաղաքը երբ ինքը մանում ամբողջ քաղաքը պատկռիվ էր մուսուլմանների եւ հայերի մեջ թե իրան որտեղ թաղել մուսուլմանները ասում են մեր գերեզմանները դե հայերը չէին թույլ տալիս այդպեսի մեծ մարդիկ են եղել Արսեն Մինասյան հիշեք այո շատ լավ իսկ այս արտագաղթի ֆոնին ասիկ ահագին արտագաղթ տեղի ունեցավ հիմա որքան է համայնքը ժամանակին մեծ համայնք է եղել պատկերացրեք ժամանակին եթե 200,000 հոգի են եղել երբ բնակչությունը դեռ կարելի ասել 60 միլիոն հիմա 80 միլիոնանոց բնակչության մեջ 50,000 հայ կա տեսեք բանն էլ է փոխվել չնայած այսօր երկու падգամավոր ունեն հայերը խորհրդարանում եւ այսինքն իրենց դերակատարությունը շարունակվում է այդ երկրում սակայն ինչպես բոլոր երկրներում Իրանն էլ այսինքն հայերի այսինքն սա իհարկե այստեղ շատ մեծ հիմա չգիտեմ ինչքան կարող եմ այս թեմայի շուրջ խոսենք տեսեք դա քաղաքական միայն բան չէր որտեղ գնացին այնպիսի հայեր որոնք իսկապես Իրանում շատ լավ կյանք էին վարում ծրագիր կա հայազ տես կազմակերպությունը որը ըստ երևույթին ամերիկյան եւ իսրայելական կազմակերպություն է նրանք միջին այս ծրագրի հիմքում այսպես է միջին արևելք առանց քրիստոնյաների առանց հայերի եւ այս ծրագրի շրջանակում անվճար հայերին տեղափոխում են Ամերիկա Ինչու Ամերիկան ինչ է մեր հայերի մենք ինչա մեր սիրուն աչքերի համար ոչի Ամերիկայում ամեն տարի մոտ 100,000 աշխատուժի պակաս կա եւ ով էլի ավելի լավ աշխատուժ կարող է լինի քան իրանահայերը որտեվ գնում են այնտեղ եւ միանգամից իսկապես գլենդել լավ մասնագետներ իսկապես գլենդել բան է եղել անապատ է եղել հայերն են գլենդել այսօր գլենդել դրախտ դարձրել իսկապես այսինքն դա նրանք որ պատմում են էլի գլենդել երբ գնացեն հայերին այ եւ շատ բան է եղել շատ վատ պայմաններ ա ունեցել եւ այսօր տեսնում եք հիմա գլենդել ինչ արեցին այնտեղի հայերը այսինքն այդ էլի նորից ըստ երևույթին օտարները ուրիշներ ավելի լավ գիտեն մեր մասին քան մենք ինքներս մեր մասին Իսկ ասիկ երկու падգամավոր կա այո այնտեղ հայերը քաղաքական ինչ որ ազդեցություն ունեն թե դա զուտ համայնքի ներկայացվածությունն է ի նկատի ունեմ նայեք ասենք Իրանը նու մեծ հաշվով կայսրական մոտեցումներ ունի եւ իր ժողովուրդների ներգրավում է որպես մասնակցող երկրի կառավարման գործում ասենք կան նաեւ չէ
ազերի ներկայացուցիչներ, քրդեր եւ այլ համայնքներից եւ նրանք քաղաքական օրակարգերի վրա ազդեցություն առնչություն ունեն, թե զույգ համայնքների խնդիրներով են զբաղվում։ Դե համայնքը գիտեք, այնքան ինքը խնդիր ունի գոյատևելու եւ իր գոյությունը շարունակելու խնդիր ունի, որ ավելի շատ կենտրոնացած են դրա վրա, որ պահպանվեն, որ կարողանան համայնքը պահեն։ Դրա համար իհարկե ժամանակին եղել են լիք քաղաքական գործիչները, Եփրեմ խանը, Սահմանադրական հեղափոխության ղեկավարներից էր, առաջնորդներից էր։ Սահմանադրական հեղափոխությունը տեղի ունեցավ Ղաջարական դինաստիայի, այսինքն տապալեց, որտեղ նա ֆեոդալական դինաստիա էր եւ սահմանադրական հեղափոխությունը գալիս էր նոր կարգեր, կապիտալիստական։ Եվ դրա ղեկավարներից մեկը Եփրեմ խանն էր, հայ մեծ բան, ուրեմն քաղաքական գործիչ Եփրեմ անունով, որը տիտղոսը դարձավ խան, այնքան իսկապես ծառայություն մատուցեց այս երկրին, որը կոչվեց խան, Եփրեմ խանը։ Այո, դեսպաններ ունեցել ենք Հովհաննես խան Մասեյանը, որ նաև Շեքսպիրի առաջին հայերեն թարգմանիչն է եղել է Իրանում, Իրանի դեսպանը Բրիտանիայում։ Տենց նաև դեսպաններ են ունեցել հայ։ Այո, այնպես չի, որ հայերը միայն տենց կողքից են եղել, այլ բնականաբար իրենց դերակատարություն ունեցել։ Այս քաղաքական թեմաները մի քիչ ավելի խորացնելով կուզեմ նաև անդրադառնանք Իրան-ԱՄՆ հարաբերությունը, ավելի նաև Իրան-Արևմուտք եւ դրա արանքում Հայաստանի դիրքորոշումները, Իրանի դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ միջազգային քաղաքական առումով, ասենք, պատժամիջոցներ են սահմանում արևմտյան երկրները, Իրանն էլ հակազդում է այդ ամենին եւ արանքում Հայաստանի շատ նուրբ դիրքորոշումը ինչպիսին պիտի լինի եւ ինչպիսին է այսօր միջանցքի հարց կա, այդ դրան անդրադարձ կատարենք։ Տեսեք, այսպես կոչված միջանցքի։ Ցավոք սրտի, մենք շատ բաներ կարող ենք ասել։ Մեր վերլուծաբանները, քաղաքական փորձագետները կարող են շատ լավ բաներ ասել, բայց իրականությանը չի համապատասխանում։ Ցավոք սրտի, դժբախտաբար չեմ ասում, իմ այդ պարտված մարդու բան ազգի հոգեբանություն մի կյանք պիտի մենք կրենք, բայց եթե դու պարտված կողմն ես, ինչքան ես կարող դու թելադրես քո կամքը։ Այսպես երբեմն երբ խոսում են վերլուծաբանները, ամենակարևոր գործոնը մոռանում են, որ մեզ թելադրում են հիմա, մենք այն վիճակում չենք, որ մերը թելադրենք, մենք չենք կարող, դժբախտաբար։ Այսինքն ուզում եմ ասել, մենք պետք է այնքան նուրբ տենց բանով գնանք առաջ, որ նախ որ երկրորդ պատերազմը, նորից այդ պատերազմի չլինի, ինչը բնականաբար Ադրբեջանը մեծ ցանկություն ունի այդ պատերազմը նորից լինի, ամեն ինչ անում է, որ այս անգամ մինչև Երևան հասնի, եւ երկրորդ հերթին պետք է անպայման մենք ուշադիր լինենք, որ հիմա մենք այն վիճակում ենք, որ վատի ու վատթարագույնի մեջ պետք է ընտրենք վատը, այսինքն որովհետև դժբախտաբար հիմա աշխարհը տարածաշրջանային պայմաններ մեր սրտով չի ամեն դեպքում, այնպես չի, որ այսօր տեսեք ինչքան մենք ծայրահեղ վատ իրավիճակում ենք հայտնված։ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները օրեցօր զարգանում են։ Ադրբեջանը այսօր Իսրայելի ամենակարևոր այդ էներգիայի մատակարարողն է, նավթ զենքի դիմաց, դուք պատկերացրեք։ Այսինքն Իսրայելի համար եւ Ադրբեջանի համար ինչ կա դրանից լավ բան։ Նավթ ուր եւ ԱՏՍ ստացի։ Նախ այդ բանը։ Հետո երկրորդ հերթին Իսրայելի նպատակը ինչու է Ադրբեջանի հետ այդքան լավ շփումները, նպատակը Իրանն է, որպեսզի Իրանին կարողանան հյուսիսից խեղդեն եւ այդպես բանի մեջ դնեն, ճնշման տակ դնեն։ Ուրեմն դրա համար Իրանը շատ լավ գիտակցում է, որ այդ այսպես ասած Զանգեզուրի միջանցքը դա ես կասեի 70% Իրանի դեմ է ուղղված, ոչ թե Հայաստան։
դա նպատակ է տա, որ միանգամից մի հատ փակեն Իրանի ճամփան դեպի Ռուսաստան եւ Եվրոպա։ Հիմա պատկերացրեք, բարեբախտաբար այս դեպքում մեր եւ Իրանի շահերը նույնացել են մի այլ տեսակ։ Եվ Իրանը ես կասեի անգամ պատրաստ է Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնի այդ Միջանցքի հարցը փակելու համար։ Տեսեք, ինչքան Իրանի համար կարևոր էր, որ Ադրբեջանին առաջարկեց ես կտամ Միջանցք իմ տարածքով, բայց ոչ այդտեղ։ Հիմա դրա համար, այսինքն հարցի էությունը, չգիտեմ, կարողացա հասկանալ։ Հա, ու ընդհանուր դիրքորոշումները հասկանալի է, որ Իրանի շահին հակասում է դա եւ մեր մոտեցումը ինչպիսին պիտի լինի Իրանի հետ, ինչպես պիտի աշխատենք, որ այդ շահերը միասին առաջ տանենք։ Իմ կարծիքով պետք է ավելի շատ մեր տնտեսական, ախր հիմա ես ասում եմ, մենք շատ լավ բաներ ենք ուզում, բայց Իրանը հիմա տնտես պատժամիջոցների մեջ է, բանկերը պատժամիջոցների մեջ են։ Հիմա մեր գործարարներին ասեք աշխատեք Իրանի հետ։ Նման խնդիրներ կա, ինչպես փոխփոխանցել, ճամբրուկով եւ դրանք խնդիրները առաջացնում։ Այսինքն մենք պետք է հույս ունենանք, որ ինչքան շուտ օգնենք, նպաստենք, որ Իրանի եւ Եվրոպայի բանակցությունները արդյունավետ լինեն, որովհետեւ միայն դրանից մենք շահելու ենք, որովհետեւ խաղաղ Իրանը եւ հզոր Իրանը մեզ ձեռնտու է, ոչ թե մասնատված Իրանը, ինչը Իսրայելն է ուզում։ Իսրայելի ծրագիրն է, որ Իրանը մասնատի։ Հիմա խնդիրն է, որ մենք մեզ ավելի շահավետ է, որ Իրանը դառնա խաղաղ լինի եւ հզոր։ Այդ դրան պետք է նպաստենք հիմա բնականաբար ինչքան հնարավոր է տնտեսական ծրագրերը առաջ մղելու։ Իմիջայլոց ասեմ, բարեբախտաբար մի քիչ բանով են մոտենում Իրան-Հայաստան կապերին գերտերությունները, որտեղ Հայաստանը շատ լավ հասկացրել է գերտերություններին, որ ես պարտավոր եմ Իրանի հետ շփվեմ, որտեղ շրջափակման մեջ եմ։ Դրա համար բազմաթիվ պրոյեկտներ են այսօր իրականանում Հայաստանում։ Խնդրեմ, Հյուսիս-Հարավի ամենակարևոր հատվածը, Մեղրիի հատվածը արդեն իրանցիներն են։ Մաքսատունը իրանցիներն են, նոր մաքսատունը, որ պետք է սահմանի Մեղրի կապանում, էլի իրանական ընկերություն է։ Տենց բաներ, այսինքն ծրագրեր իրականացվում են եւ իսկապես ողջունելի է։ Հույսով եմ, այսինքն ավելի շատ նման պրոյեկտների կմասնակցեն իրանական ընկերությունները, կշահեն, կհաղթեն եւ կկարողանան լավ ծրագրեր առաջ մղել։ Այս 12 օրյա պատերազմից հետո, Իրան-Իսրայել 12 օրյա պատերազմից հետո հիմա տենց լրահոսում մեկ-մեկ հանդիպում են, որ Իրանում տնտեսական եւ քաղաքական վիճակը մի քիչ ապակայունացել է, ներքին խնդիրներ ունեն, այս առումով ինչ կասեք։ Ինչքանով է սրվել ներքին տնտեսական եւ քաղաքական վիճակը Իրանում այս 12 օրյա պատերազմից հետո։ Տեսեք, նախ ես քաղաքական վերլուծաբան չեմ։ Ուղղակի իմ կարծիքը որպես շարքային պատերազմի ժամանակ մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ եւ մի բան փաստեց, որ Իրանի ժողովուրդը պետականության մասին շատ լավ գաղափար ունի։ Երբ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, նա մենք լսում էինք ամեն օր քարոզչական մեքենան իր հետ, որ Իսրայելը ասում էր իրանցիներ, մենք ձեր կողքին կանգնած ենք, դուրս եկեք փողոց, իշխանությունները տապալեք, շատ, բայց հետաքրքիրը ճիշտ հակառակ, այսինքն լրիվ իրենց այդ վերլուծական բանը լրիվ սխալ էր, որտեղ դա փաստեց, որ Իրանի ժողովրդի մասին շատ սխալ կարծիք ունեն։ Ընդհակառակը իրանցիները մեկ դարձան, կոնսոլիդացվեցին։ Այո, ավելի միասնական դարձան եւ բազմաթիվ անգամ ծայրահեղ բաներ, այսինքն ընդդիմադիրներ կանգնեցին Իրանի, այսինքն մեկ դարձան բոլորը եւ բոլոր ազգությունները, բազմաթիվ ազգություններ կան դա եւ դա իսկապես շատ մեծ բան ապացուցեց եւ աշխարհին եւ Իսրայելին եւ իրենց, որ այդ ճակատագրական պահին կարողանում են մեկ դառնալ եւ դա իսկապես ուսանելի է։ Ունենք հարցեր։
Հույսով եմ։ Ես մի հետաքրքիր խնդրեմ։ Ես կուզեի իմանամ այսօր Իրանում ինչ գործող հայկական կառույցներ կան որպես այդպիսին ու այնտեղ համայնքի հետ Հայաստանը կոնկրետ ինչ-որ աշխատանք իրականացնում է թե չէ, այսինքն հենց մեր կողմից էլի ինչ հարաբերություն է այնտեղ հայկական համայնքի հետ ու ինչ անելիք ունենք մենք արդեն մեր կողմից այնտեղ հայկական, այսպես ասած, համայնքը զորացնելու տեսանկյունից ու երկրորդը, քանի որ այսպես շատ խոսք գնաց նաև ներուժի մասին, որը մենք այսպես ասած վատ ենք օգտագործում, եթե չենք բացարձակ չենք օգտագործում, որոնք են հիմնական ուղղությունները, թեկուզ տնտեսական, բիզնես, կրթական եւ այլ, հա, տեսանկյուններից, որտեղ Հայաստանը առաջարկ ունի Իրանին։ Այո։ Դեսպանատան պահով չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ դեսպանատունը մեր հայկական դեսպանատուն ինչքանով է կարող, ասենք, ներգրավվի այդ բանին, բայց սպասելիք կա ամեն դեպքում։ Սպասելիք կա, որ ավելի ակտիվ լինի։ Հայկական համայնքը շատ կենսունակ համայնք է, ես կասեի։ Եկեղեցիներ ունեն, տեսեք Իրանում մոտավորապես 450 հայկական կոթող կա։ Միայն ասեմ, Սպահանում հիմա 13 եկեղեցի է գործում։ Թեհրանում այսօր աշխատում են մոտ 10-12 եկեղեցի։ Թավրիզում ունենք եկեղեցի մի եկեղեցի։ Այսինքն նրանք միևնույն ժամանակ հայկական դպրոցներ կան։ Դրանց հետ մեկտեղ հայկական միություններ կան։ Հայկական միությունը շատ կարևոր դեր է կատարում նոր սերնդին դաստիարակելու գործում։ Երեկոյան դպրոցից հետո հայ երեխեք, աղջիկներ, տղաներ հավաք գնում են հայկական միություն, այնտեղ տարբեր խմբեր կա, գրական, երաժշտական, պար, ֆուտբոլ, բասկետբոլ, ով իր խումբը ընտրում է եւ շաբաթ մի քանի անգամ իրենց այնտեղ են անցկացնում, սկաուտական շարժում շատ կարեւոր է։ Հայերը ունեն թերթեր, բարբերականներ, որը տարիներ ի վեր շարունակում է հրատարակվել, գրքեր են հրատարակվում, այսինքն ինքը ընդհանուր առմամբ ես կասեի կենսունակ է, այո, կենսունակ է, իսկ ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, ես կասեի ավելի շուտ, տեսեք, պետք է մեզ, չգիտեմ, օրինակ էկոնոմիկայի նախարար, այսինքն ենթակառուցված որպես այսպես, որ կարողանար մշտապես, այսինքն մշտադիտարկման ենթարկել երկու երկրների, օրինակ ես մի հատ ձեզ լավ բան ասեմ։ Մի քանի տարի առաջ ինձ հրավիրեցին շուտ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի բաժին, տուրիզմի կոմիտե։ Երբ ես հարցրեցի, արդյոք դուք գիտեք այն ժամանակվա կոմիտեի պատասխանատուից հարցրի, արդյոք դուք գիտեք իրանցիները այսքան այն ժամանակ դեռ ավելի շատ էին իրանցիներ գալիս Հայաստան։ Ասի, արդյոք դուք գիտեք իրանցիներ երբ վերադառնում են ձեր մասին, մեր մասին ինչ են ասում։ Ասում ոնց թե, չէ, ինչ գիտեմ։ Չգիտեմ, ասի երևի մի 50 link միայն իրան տվեցի, ասի, ահա, տեսեք ինչեր են ասում։ Դուք անգամ ձեզ չի հետաքրքրում, որ իմանաք որ մասն է ավելի հետաքրքրում իրանցիներին, ինչն է պակաս, ինչն է թերի, ինչը պետք է զարգացնել։ Օրինակի համար պարզվեց, որ լիքը այտենց խմբեր են գոյանում, գալիս են Պարսկաստան, հետո գնում են շատ խմբեր են ստեղծում, սկսում են իրենց նկարները դնել, կիսվել եւ օրինակ շատ հետաքրքիր էր այդ տեխնոջ համար, որ պարզվեց այդ լինքերի մեջ առաջին տեղ գրավում է օրինակ վերնիսաժը, երկրորդ տեղը կասկադը։ Ասես սա շատ կարևոր բան է, որ մենք պետք է հասկանանք մեր իրանցի բարեկամները ինչ մասն է իրենց օրինակի համար Վարդավառի միջոցառում երևի ավելի շատ հայերից շատ իրանցիներ են, որ գալիս են մասնակցեն այդ սահմանը մի նենց խցանում է իսկապես մարդիկ գիշերը քնում են սահմանին, որ Վարդավառի միջոցառմանը մասնակցեն, նախապես տոմսերը վաճառված։ Եվ այս տարի շատ հետաքրքիր նաև հրապարակում պարսկական երգեր հեռարձակեցին, այդքան շատ էին իրանցիներ։ Տեսեք Կապանի քաղաքապետարանի հետ ես մի անգամ խոսեցի, ասի
Տեսեք իրանցիները, որ գալիս են հասնում են մինչև Երևան, դուք ստոպ տվեք իրենց, մի թողեք մինչև Երևան գնան։ Սա ինչ անենք, ասի փառատոններ դրեք այստեղ։ Իրանցին շաբաթ գիրա, այնտեղ դե 5 շաբթի ուրբաթ է իրենց ոչ աշխատանքային օր։ Գալիս է, շատ իրանցիներ գիտեն, որ վերջին շաբաթվա վերջ գայս են Հայաստանում անցկացնեն։ Ասի ավելի լավ չի նա Կապանում իր հանգիստ անցկացնի, քան մի 8 ժամ էլ քշի հասնի Երևանը մի 8 ժամ էլ է։ Բայց երբեք հետո զանգ չեղավ ինձ, որ ինչ եք առաջարկում, ինչ անենք, ոնց անենք։ Գիտեք, մենք պետք է մեզ պետք են մարդիկ, որ այսօր մի բան ասես, իրան վաղ արդեն սկսի աշխատել այդ ուղղությամբ։ Մեզ մոտ պակասում է դա։ Պետքա այդ մարդի, ես հույսով եմ, մեր գալիք սերունդը գոնե այդպես կլինի։ Այսինքն լիքը լավ, գիտեք, մենք շատ ենք խոսում, ու լիքը նույնս լավ բաներ ենք ասում, նույնս լավ բաներ ենք, ծրագրեր ենք իրական խոսում, բայց իրականացնողների թիվը տեսեք ինչքան քիչ։ Հիմա ցանկացած այի մոտ նստի, տես ինչպեսի հետաքրքիր բաներ կառաջարկի, բայց իրականացնող տեսեք ինչքան քիչ ունենք։ Եվ պետք չի շատ մեծ բաներ անել, փոքրիկ բաներով, շատ փոքրիկ բաներով կարելի է սկսել դա։ Ես կուզեի, որ այդպիսի կենտրոն լիներ կառավարությանը կից կամ նախարարությանը կից էկոնոմիկայի, որը ճանաչել, օրինակ համար իրանցիներ կան, բազմաթիվ իրանցիներ կան Հայաստանում, որ գործարարներ են եւ այստեղ աշխատում են։ Ինչ խնդիրներ ունեն իրենք։ Լեզվի խնդիր ունեն, ինչպես կարող ենք ձեզ օգնել։ Ինչ խնդիրներ, ինչ խոչընդոտներ կան ձեր առջև, թղթաբանությունների հետ ոնց եք։ Ձեզ ինչով կարող ենք ձեզ օգտակարել։ Ի վերջո նրանք մեծ գումար են բերել Հայաստան եւ ես շատերին էլ գիտեմ, որ վերադարձել են, որովհետեւ չեն կարողացել այս երկրում իրենց տեղը գտնեն, օգնող չեն ունեցել, աջակից չեն ունեցել եւ դուք գիտեք, նաեւ խաբվել են, մի մասն էլ խաբել են ու նրանք էլ հիասթափված վերադարձել։ Ինձ թվում է այդ կենտրոնի հույսով եմ կլսեն մեր նախարարությունները այս բարձունք, իսկապես եմ ասում, պետք է։ Ես մեծ ինքս պատրաստ եմ անվճար աշխատել։ Հիմա իմ կենտրոնը մոտավորապես այդպես խորհրդատվական կենտրոն է դարձել։ Շատերը որ ուզում են Իրանի հետ աշխատեն կամ հակառակը Հայաստանի հետ զանգում են, գալիս են եւ հանդիպում են։ Կուզեի, որ այդ լուրջ մի կենտրոն լիներ, տարբեր կոմիտեներ ուներ, որ ամեն մեկը սկսեր այս գործով զբաղվել։ Այս հիմա անդադ չեն կարող ասենք Իրանը պատժամիջոցների ենթարկված, պատերազմ։ Հիմա առայժմ դրանք կարող են որոշ ֆունկցիաներ իսկապես կատարել եւ իրականացնել իմ կարծիքով։ Դրա անհրաժեշտությունը շատ կա, շատ եմ զգում ես։ Ինձ միշտ մի հարց է տանջել, քանի որ Իրանից շատ ադրբեջանցիներ կան ներկա Հայաստանում, միշտ գալիս են։ Ես խնդրում եմ ասեք իրենց անձնագրի մեջ արդյոք իրանցի է գրված թե ադրբեջանցի է գրված։ Այդ հայացքը ինձ շատ է զայրացնում։ Ինձ էլ է զայրացնում, ոնց որ հիմա ասենք Ամերիկահայը կամ Ռուսաստանահայը գտնվի Բաքվում։ Իհարկե դա նշանակում է մենք սխալ կարծիք ունենք նախ իրանցիների մասին։ Հիմա ասեմ, Իրանում կա երկու նահանգ, որը արևելյան Ատրպատական է կոչվում եւ արևմտյան Ատրպատական։ Պարսկերենով արևելյան Ադրբեջան եւ արևմտյան Ադրբեջան։ Ինչու այսօր կա Ադրբեջան երկիր։ Սովետական ժամանակ, Սովետական միությունը, որպեսզի կարողանար մասնատել Իրանի այդ հատված, այդ հյուսիսային հատված, Իրանի այդ հատվածը, մի այսպես ասած շինծու պետությունը ստեղծեց Ադրբեջան անունով։ Բաքուն էլ մի ռադիո դրեց Բաքվում առավոտից գիշեր, դրանք թուրքերեն, այստեղի ադրբեջանցիներին Իրանինը հրահրում էին, որ դուք մերոնցից եք, դուք պետք է միանանք մեծ Ադրբեջան եւ սկսվեց պանթուրքիստական տենց բան սովետի հենց աջակցությամբ։ Հետագային այդ մնաց մինչև այսօր հայերին դեռ թվում է Իրանի ադրբեջանցիները եւ Ադրբեջանի նույնն են, բոլորովին։ Տեսեք Իրանում ադրբեջանցիները անգամ
վիրավորական են համարում, երբ իրանց ասես Բաքվի անուն ես տալիս, որտեղ ինքը հզոր Իրանի երկրի քաղաքացի է, նրան շատ պետք է այդ փուճուր պետություն, այն էլ Ալիևի ղեկավարը։ Հիմա ուրիշ իհարկե ցանկացած Չէ, անձնագրի մեջ գրված է իրանցի, ասենք օրինակ հիմա դուք Հայաստանում, եթե եզդին գրվում է որտեղած է, եզդի անձնագրում գրվում է Ազգություն չի եզդեցի։ նշվում մեր անձնագրում։ Իրանց մոտ է Իհարկե, բոլորը իրանցի են համարվում։ Իհարկե, Իրանի քաղաք։ Մեզ մոտ եզդիների եզդի են գրվում։ Չէ, Իրան որտեղի քաղաքացի է համարվում։ Որտեղի քաղաքացի Հիմա է։ տեսեք, ասենք Թուրքիայում ապրող հույնը եւ այլ նրանց ազնագրերի մեջ գրված է թուրք։ Ոչ, գրված չի թուրք։ Թուրք, ես Չէ, ես եմ Իրանում ինձ չեն ասում պարսիկ, ինձ ասում են Իրանի քաղաքացի։ Իրանի քաղաքացի։ Այո։ Ես չեմ կարող հայերին գրեն այն։ Ինձ հետաքրքիր է միայն բոլորը Իրանի գրվում են իրանցի թե ադրբեջանցի։ ինչու պիտի գրեն իրանցի։ Իրանը մեծ երկիր է, այնտեղ ապրում են բազմաթիվ ազգություններ, հայեր, ասորիններ, քուրդեր, բելուշներ, ինչու պետք է գրվեն օրինակ պարսիկներ։ Դրա համար սխալ թուրիմացություն կա, ասում ես ես պարսիկ չեմ, ես իրանցի եմ։ Պարսիկը պարս ազգությունն է, որոնք ապրում են Սպահանում, Շիրազում եւ Յազդում։ Իրանի ժողովուրդը կոչվում են Իրանի քաղաքացիներ։ Ոչ թե միայն իրանցիներ կամ եթե ձեր, այսինքն ես ենթադրում եմ պետք է կոչվեն պարսիկներ, բայց այդպես չի։ Նրանք Իրանի քաղաքացիներ են։ 20 միլիոն ադրբեջանցի կա Իրանում։ Բազմաթիվ քաղաքներում ապրում են, բայց հետաքրքիր ինչու՞մն է։ 90-ական թվականներին 90% այդ առևտրականները, այսինքն նրանք որ մոտ գործեցին Հայաստան եւ մեզ համար այդ պեչենին ու այդ յուղն ու բրինձը բերեցին, նրանք հենց այդ ադրբեջանցիներն էին։ Չնայած որ ըստ երևույթին պետք է իրենց շահերը համընկներ Ադրբեջանի, պատերազմ էր Ադրբեջանը հայերի դեմ։ Եվ այսօր բազմաթիվ ես ձեզ ասեմ 90% այսօր պարսիկ, իրանցի գործարարները Հայաստանում թուրք են։ Իրանցի թուրքեր, թրքախոս իրանցիներ։ Նրանք նույնիսկ ընտանիքներ են կազմել այստեղ։ Նրանք բազմաթիվ մեծ գործարաններ են հիմնել այստեղ։ Եվ իրենց շատ լավ են զգում։ Իդեպ ասեմ, որ դրանցից շատերը Վրաստանից են տեղափոխվել Հայաստան, որտեղ այնտեղ ավելի երբ հարցնում էին, թե ինչ է ձեզ ստիպեց, որ Վրաստանը թողնեիք գայիք Հայաստան, ասավ շովինիզմը, ռասիզմը, ինչը Վրաստանում շատ զգալի էր։ Հայաստանում մեզ շատ լավ են զգում։ Մեզ Հայաստանում Այսինքն ընդեղի ազերիները իրենց չեն նույնացնում Ադրբեջանի ինքնությամբ տարբեր են։ Բոլորովին, դա նույն այդ հայերը, դրսի հայերը, ասենք Ռուսաստանի հայերը, Ամերիկա հայերը եւ տարբեր Եվրոպայի հայերը, ոչ ոք ռիսկ չի անի գնա խոսքի Բաքու կամ առհասարակ Ադրբեջանի տարածքում, ասի հայը մոտ գրգապած ընտրեն, մոտով էստեղ Ադրբեջանցիները։ Բնականաբար, այսինքն բայց հրապարակում երեկոյան երբ որ գնում ես 90%-ը ոչ թե իրանցիներն են, ադրբեջանցիները։ Ես շատ եմ հարցնում։ Ես Ինչ-ա խանգարում ձեզ, ինչա խանգարում ձեզ, որ ադրբեջանցիներն հրապարակ։ Նրանք Իրանի ադրբեջանցիներ են, բայց ինչա, չէ, ինձ համար հետա, ինչ է ձեզ խանգարում։ Որ մի բան լինի, դրանք էլի շուրջ։ Նույնն է, որ մենք հայերը, որ 2700 տարի ապրում են Պարսկաստանում, իրենք նույնը պատկերացրեք մեզ ասեին, այսինքն երբեք չեն ասի աչքիդ վերևը ում կա։ Տարիներ, դարեր ապրելով հայեր այդ երկրում մուսուլման համայնքում։ Գիտեք, խնդիրը ինչ է։ Ես մի բան ասեմ։ Դուք լավ չեք, կներեք, էլի ես մի հատ ճշտեմ այս հարցը։ Դուք լավ չեք երևի հասկանում ինչ է ասում։ Իր ասած այն է, որ Պարսկաստանի ազերիները իրենց չեն նույնացնում Բաքվի ազերիների հետ։ Հակառակը իրենց համար դա վիրավորական է, որ իրենց կապես իրար հետ։ Այո։ Բայց Ամերիկայի հայերը հաստատ նույնացում են այս Երևանի հայերը։ Մեր մոտ էթնիկ մի Հա, դե հա։ Այո։ Կներեք, շարունակի։ Այո։ Ուզում եմ ասել, որ տեսեք իրանցի հայերը դարեր մենք հայերս ցեղասպանության ենք ենթարկվել եւ ամենաշատ մեծ սփյուռք ունենք աշխարհում։ Մենք պետք է աշխարհի ամենահանդուրժող ազգը լինեինք։ Ամենահանդուրժող եւ ներսում եւ դրսում։
բայց արի ու տես ճիշտ հակառակն է եղել։ Վախը մենք փոխարեն մեր փորձից օգտվենք, որ այսօր ասենք Արգենտինայում հայ կա, Ֆրանսիայում հայ կա, տեղ կա, որ այդ ուրեմն ես մի հնդիկ ուսանող ունեմ, որը հիմա ապրում է Սինգապուրում։ Մեկ էլ ինձ ուղարկում է հայկական եկեղեցի Սինգապուրում, հայկական դպրոց Սինգապուրում, ու ես զարմանում եմ, ասում եմ մենք ինչ հետաքրքիր ազգ ենք, տեղ չկա, որ մենք չլինենք։ Հիմա մենք փոխարեն այս սրանից օգտվենք, որպես դա այցեքարտ աշխարհին ներկայացնենք, որ տեսեք, մենք ոնց ենք հարմարվել աշխարհի հետ։ Հիմա երբ որ գալիս, օրինակ ինձ ասում են, պարսիկներ ինչու են գալիս Հայաստան, գալիս են տկլորվում են, ասում են դու ազատությունը տես տալիս իրենց։ Էն էլ գալիս է դրա համար, էն էլ դրա համար է գալիս։ Հետո դու ինչ գործ ունես, դու ազատ երկիր ես, դու ինչ գործ ունես, դու աթոռին, մի ժամանակ մեր այդ աթոռները, նստարանները Երևանին սրբություն սրբոց էր, Երևան էր գրած եւ եթե պարսիկը նստեր դրա վրա հանկարծ մի քիչ իրան լավը զգար, ես դրա ականատեսն եմ եղել, որ պարսիկ եկել էր նույնց էր բազմել մեր աթոռին, կներեք, հայերը դարեր բազմել են այդ երկրի աթոռը, Իրանի աթոռներին եւ այնպես իրենց լավ են զգում եւ այնպես իրենց մադամ մուսյո են ասել, որ չի կարելի, այսինքն մենք պետք է ընդհակաշատ ավելի ճկուն եւ հանդուրժող լինենք բոլորի նկատմամբ, որովհետեւ անգամ թուրքերի մի մոռացեք, այսօր Ստամբուլում ապրում են 100,000-ավոր հայեր, որոնք հիմա սխալ ընկալում չլինի, որոնք շատ էլ գոհ են իրենց պայմաններից։ Մենք անգամ չհանդուրժեցինք մեր ծպտյալ, այսինքն մեր համշենահայերին, մենք անգամ ծպտյալ մեր հայերին, որոնք թուրքացել էին, ինչ պատճառով մենք նրանց չհանդուրժեցինք։ Գիտեք, սա ես ուզում եմ, չգիտեմ ինչքանով իրավունք ունեմ, բայց ես ինքս լինելով սփյուռքահայ Իրանում 2000 այդքան էլ ճիշտ 2004 թվին երբ եկա Հայաստան, առաջի բանի հետ որ բախվեցի անհանդուրժողություն։ Երկար ժամանակ Երևանում ինձ տանել չկարողացան, Երևանից ոչ թե նրանց պատճառով, այլ ես վաղուց էի ցանկանում գյուղում ապրել, երբ տեղափոխվեցի դրանից 14 տարի առաջ գյուղ տեղափոխվեցի Դվին գյուղը, տեղափոխվեցի երկար ժամանակ, որոշ հարևաններ ինձ որպես պարսիկ էին ընդունում։ Եվ տղաս ամեն օր լացակոմած դպրոցից գալիս էր եւ ասում էր ինձ բոլորը պարսիկ են ընդունում։ Գիտեք, նրանք որ եղել են այս պայմաններում կարող են իսկապես փաստեն, որ երկար ժամանակ սփյուռքահայը չի կարողանում իրեն, այսինքն ինչու, ինչ խնդիր կար, իրանահայ գլեշտեր ինչ մտածում են, որ չէ, որտեվ ինքը մի կյանք Իրանում հարգանք էր տեսել, մի կյանք Իրան մուսիո մադամ էին ասել, մի կյանք ասել, օ դու հայ ես, եւ հանկարծ գալիս այստեղ արդեն ոչ թե նույնիսկ հավասարին էլ վերևից ով իրում բազմաթիվ անգամ խնդիրներ ա եղել, ով իրում անգամ ակսենտիդ համար, անգամ առոգանությանդ համար, անգամ խոսելու, անգամ չընկալելու համար։ Եվ դրանք շատերի համար խնդիր են եղել եւ ես գիտեմ ընտանիքներ, որ վերադարձել են, լքել են Հայաստանը, եկել են ապրել։ Սա ուղղակի ուզում եմ ասել, որ մենք պետք է մեր մեջ նախ ինքներս մեր նկատմամբ մեկս մյուսի ավելի հանդուրժողականությունը մեծացնենք եւ նաեւ ուրիշ ազգերի նկատմամբ ամեն ինչ այդքան սև, օրինակ պարսիկ թշնամի, թուրք թշնամի, ռուս թշնամի, վրացի թշնամի, չի կարելի այդքան թշնամու բանից խոսելը, չեմ ասում չունենք թշնամիներ, լիուբոլ ունենք, ինչքան ուզեք, բայց տեսեք երբ ասում են իրանցի, Իրանում հիմա մենք այսօր խոսեցինք, դուք տեսակ, վայ ինչ հետաքրքիր բաներ կա հայրենական հարաբերությունների մեջ, բայց մենք ինչ գիտենք, Ավարայրի ճակատամարտ Շահ Աբբասի բռնագաղթ, այն սև խտացած գույներով եւ մեր երեխաներին դա փոխանցվել է տարիների ընթացքում սա քեն է դա սովետական ժամանակներից է գալիս, այն ժամանակվա կրթական համակարգում ներդրվել է։ Այո։ Ես մի դրվագ կուզեի պատմեի լսանին։ Վերջերս
պատիվ ունեցա եւ Ջորջի կողմից հրավեր ստացա մասնակցել դեսպանի հետ հանդիպմանը, Իրանի դեսպանը Հայաստանում։ Ու կարելի ասել բացառության կարգով մասնակցեցի, որովհետեւ հիմնական կազմը այն մարդիկ էին, ովքեր եղել են Իրանում, ես չեմ եղել, եւ Ջորջը հանդիպում էր կազմակերպել։ Մի տպավորիչ բանի մասին եմ ուզում պատմել ու կարող ենք ամփոփել արդեն։ Երբ Իրանի դեսպանը պատմում էր իր կյանքից մի դրվագի մասին, որ ինքը մասնակցել է պատերազմին, իր երիտասարդ տարիներին մասնակցել է Իրանա-Իրաքյան պատերազմին, շատ հետաքրքիր մեկնաբանություն տվեց եւ ասեց, որ ինքը չնայած նրան, որ հիմա ծառայություն է մատուցում իր երկրին, բայց ամենամեծ ծառայությունը մատուցած իր երկրին համարում է այդ տարիները, որ ինքը մասնակցել է Իրան-Իրաքյան պատերազմին եւ այնպես էր դա մատուցում, որ շնորհակալություն էր հայտնում կյանքին որ իրեն տրվել է այդ հնարավորությունը։ Իմ համար հետաքրքիր մտածողության ձև էր եւ որը ստացա Իրանի դեսպանից։ Շնորհակալ եմ ես էլ որ պատերազմի ժամանակ իրանցիները ինչ տեսան Հայաստանի պետական դիրքորոշումը չէ, ժողովրդի կողմից ինչ տեսան, կարեկցանք տեսան, թե ինչ որ բան տեսան, դրական կամ բացական, այս վերջի Իսրայելի հետ կապված ժողովուրդը, հա, հենց իրանցիները ասեցի, իրանցի ժողովրդի մեջ նորից ի հայտ եկավ պետական մտածողություն։ Չէ, ես հարցը ճշգրտեմ։ Ի նկատի ունի իրանցի ժողովուրդը հայերից ինչ զգաց, հայ ժողովրդի կողմից վերաբերմունքը ինչ։ Իրանցիները, նախ որ ասեմ, իրանցիները միշտ շնորհակալ են հայերին։ Իսկապես հայերի նկատմամբ շատ հատուկ հարգանք եւ սեր կա Իրանում։ Շատ։ Իսկապես նրանք, որ դուք եղել եք, նկատում էիք, որ իսկապես այդ բայց պատերազմի ժամանակ անշուշտ, նույնիսկ հենց այդ ադրբեջանցիների մասին, որ խոսում ենք, նրանք բազմաթիվ նույնիսկ նյութեր էին գրում։ Տեսեք, ցանկացած իրանցի, յուրաքանչյուր իրանցի, որ որոշակի ինտելեկտի տերը, նա հասկանում է Իրանի Հայաստանի հետ հարաբերությունները կենսական է Իրանի համար եւ պատերազմը, այսինքն ցանկացած արհավիրք Հայաստանի համար դա Իրանի համար ուղղակի Իրանի վրա կազդի։ Որտե Facebook-ում sense բան ասեցի, որ արևմտահայ տղա էր, շատ ինքը արմատավորված ասում էր, որ հայերը վատ դրսևորեցին իրանց, տան վարձերը բարձրացրեցին, ակնթարթային կոնկրետ իրանցիների համար։ Նախ որ, ահա, լավ, ես նոր եմ ասում։ Իրանը ներողություն ուզում ասեմ Իրանի Հայաստանի կառավարությունը միանշանակ դատապարտեց Իրանի վրա հարձակում, եթե ես ճիշտ եմ հասկանում ձեր հարցը։ Առաջինը եւ Իրանը շնորհակալություն հայտնեց բազմիցս, որ Հայաստանը դատապարտեց։ Այսինքն առաջինը հենց Հայաստանի կառավարությունը դատապարտեց ագրեսիան Իրանի դեմ։ Բնականաբար մենք Իսրայելի հետ մենք խնդիր ունենք մենք հայերս Իսրայելի հետ։ Մենք այս դեպքում չգիտեմ, դուք ասեք, ես լավ չեմ կարող։ Ինքը ի նկատի ունի ոչ թե պետական մակարդակով, այլ ժողովրդի մակարդակով։ Որ պատերազմի։ Այս 12-օրյա պատերազմին ժողովուրդը կներեք, էլի եկեք լռեք, ես կասեմ։ Ի նկատի ունի իրանցիները ինչպես են գնահատում հայ ժողովրդի վերաբերմունքը իրանցիներին այդ օրերին։ Ծափահարություններով, որովհետև ես ծափողջույններով։ Ու առանձին դրվագներ իհարկե ներկայացրեց։ Ի նկատի ունի, որ ճանապարհածախսը բարձրացրեցին տաքսիները։ Չէ, հիմա ես ձեզ ասեմ, որտեղ ես այդ ընթացքում էի բազմաթիվ իրանցիներ զանգահարում էին, խնդրում էին իրենց օգնեմ եւ շատ ինձ դուր եկավ Կապանի քաղաքապետարանը Սյունիքի մարզից անվճար ավտոներ տրամադրեցին, բայց քիչ բաներ, այսինքն անմիջապես ես այդ շատ լավ գնահատեցի, այսինքն արձագանքը, չէ, հետո կներեք եւ ուզում եմ ասել, որ դա այդ լրատվությունը մի վարորդի, այն էլ չգիտեմ ինչքան ճիշտ, մի վարորդի
խոսքի թե արարքի համար ու քարոշչության բումը գնաց էլի։ Այսինքն այդպես բան չի եղել, իրանցիները շատ գոհ մնացին։ Շատ գոհ, մեր խումբը մենք պատերազմի մեջ երբ ներս մտանք եւ վկայում են այնքան արագ մեզ տեղափոխեցին Պարսկաստան, որ մենք զարմացանք։ Այսինքն բոլորովին բան չի եղել, տենց չէ, այդ պահերը, որ եկել են սահմանից, որ բոլորովին ընդհակառակը շատ ես մամուլում կարդացի, որ ասացին պարսկերենով գրված էր, որ շնորհակալություն ենք հայտնում Սյունիքին, որ նորից կանգնեց Իրանի ժողովրդի կողքին եւ անվճար մեքենաներ տրամադրեց։ Հետո ես շատ իրանցիներից հարցրեցի, արդյոք այդպեսին է, ասին ոչ, շատ ռեալ գին էին առաջարկում, այդպեսի բան չի եղել։ Գիտեք, այդ առաջին պահին, երբ պանիկայի մեջ են եղել, մի երկու հոգի բնականաբար ամեն տեղ էլ կլինի։ Փորձել են այդ առիթը չարաշահել, բայց հետագային ես ինչքան զանգ մասսայական բնույթ չի կրել։ Եվ ինչքան վարորդ ես ծանոթ ունեմ, ասի ինչքան եք ստացել, ասին նույն գինը մշտական։ Այսինքն ինչքան որ միշտ եղել է, ոչ թե փոխել ենք մտածելով հիմա բանը։ Իմիջայլոց մենք հայերս այդպես չի, որ մեր մասին պետք չի այդքան թերագնահատենք, որովհետև մենք ամեն անգամ իրանցիների մասին խոսելով, ես հայ չգիտեմ, որ չհիշի 90-ականները, որ մենք էլ ենք նույն խնդիրներն ունեցել։ Եվ դրա համար իսկապես ես շնորհակալ եմ, ես նաև մարզին եմ շնորհակալ, որ բազմաթիվ իրանցիներ եկան, տեղավորեցին։ Եղել եմ, ընթացքի մեջ եմ եղել, ոչ մի իրանցի դրսում չի մնացել, ոչ մի իրանցի դժվարություն չի ունեցել։ Իմիջայլոց իրանցիները, որ եկել են Պարսկաստան, Հայաստան էին գալիս, մեծ մասը այստեղից պիտի թռնեին Եվրոպա։ Նրանց նպատակը միայն Հայաստանը չէ։ Այնպես որ այո, ես կարող եմ ձեզ ասել, որ բոլորովին վատ բան չի եղել այդ ժամանակ, արձագանքը դրական է։ Դրական բանով էլ ավարտենք։ Եթե ինչ-որ ամփոփիչ բան ունեք ասելու կամ մի բան, որ կիսատա մնացել։ Այո, ես ուզում եմ ասել, որ խնդրում եմ այս ամեն ինչը, ես շատ տնավարի խոսեցի, հույսով եմ ամեն ինչը չի հեռարձակվել, թե հեռարձակվել արդեն գնացել է։ Չէ, բայց տնավարին ոչինչ, ինքը Ես միշտ էմոցիոնալ եմ եւ մի բան ասում եմ, հետո լիքը ես կոմենտներից շատ եմ վախենում, կոմենտների պատճառով ես թողել եմ բան, այսինքն բաներ գրել, ես մի ժամանակ հոդվածներ հետո, բայց այնքան սարսափելի էին այդ կոմենտները, որ ես ասում եմ ավելի լավ է չգրեմ, բայց այս կոմենտներն սարսափելի կոմենտներ չտեսնեմ, խնդրում եմ հայեր ներողամտորեն վերաբերվեք, սա անձնական կարծիք է, ես չեմ հավակնում, որ քաղաքական վերլուծաբան, պահի տակ եթե մի բան եմ ասել, եթե ձեզ դուր չեկավ, ներող եղեք, բայց շատ հաճելի միջավայր էր, բայց կատարում, նույն է, արդեն այդքան տնավարի կատարում ասելով ինչ, պարեն, երկե Երկեմ նույնիսկ, այդ շատ տնավարի կլինի։ Չէ, շատ լավ տեղին կլինի։ Լավ կանգնեմ։ Որովհետև Սայաթնովայից խոսացինք եւ իմ ինչ ասեմ, կուրք ասեմ Սայաթնովան հրաշք։ Այ ուզում եմ ասել, որ Սայաթնովային ավելի լավ ճանաչենք։ Նա ոչ միայն մեծ աշուղ էր, այլ մեծ փիլիսոփա, շատ մեծ իմաստասեր, որը կարելի է անընդհատ կարդալ եւ նոր բաներ սովորել իրանից։ Եվ սա էլ նվիրենք Սայաթնովայի հիշատակին եւ նաեւ ձեզ, որ այսքան համբերատար լսեցիք եւ շատ հաճելի էր ձեզ հետ իհարկե, շնորհակալ եմ Տիգրան, շատ հետաքրքիր էր ինձ համար, շատ մտերմիկ միջավայր։ Քանի որ ջանիմ յարքի ղուրբանիմ աբա ինչ անիմ Քանի որ ջանիմ յարքի ղուրբանիմ աբա ինչ անիմ Արտասուքանիմ շատ հոգոցանիմ յարգադետանիմ Արտասուքանիմ շատ հոգոցանիմ Յարգադետանիմ
Հակիլիս ատլաս թուրլուղ զարուխաս սալբուդալբովուդ Հակիլիս ատլաս թուրլուղ զարուխաս սալբուդալբովուդ Մուդ բախչեն նազով քիզ գովիմ սազով Yaril timazov Mud bahçen nazov Kiz govim sazov Yaril timazov Tak du bahçen gaz Anis masne Sayat novun Mud bahçen nazov Kiz govim sazov Yaril timazov Mud bahçen nazov Kiz govim sazov Yaril timazov